Այդքան է ահավոր բան չի, որ մարդը մահանում է։ Բակտերիան էլ, վիրուսն էլ ձգտելու են ապրեն երկրագնդի վրա քո փոխարեն։ Մարդը ոչ թե սեքս չի ուզում, քեզ չի ուզում, մարդը հոգնած է։ Բժիշկները պետք է լավ ապրեն։ Շատ հաճախ հիվանդություն է առաջանում է մշակույթում սկզբից։ Մայրաքաղաքային աղցան, այլ մտ իրան վերցնենք, էլի ինքը ինչ կապ ունի աղցանի հետ։ Միս Օյետի շատ դժվար էր ինձ, արտակնապես լրիվ տղամարդ էր, բայց ծերուն շարունակել չի կարող։ Ու դու գենետիկ ստուգում ես ու հասկանում ես, որ ինքը կին է։ Քարի դարում տղամարդը լինելը 1000 անգամ ավելի հեշտ է։ Տղամարդիկ ավելի հասկացող են նույն մոտեկող, քան կանայք։ Ճկույթը ցույց կտաս։ ծրան վախտերը ճկույտից նայելով ֆոտոթրում։ Եթե մարդու մոտ հաստատվում է քաղցկեղ, վիրահատական բուժումը կատարվում է անվճար։ Եկեք ես ձեզ սովորացնեմ ոնց անեք չտանջվեք, իրար սիրեք, հետո վերցրեցին այդ մարդուն փեդի վրա խաչեցին ու շարունակեցին տանջվել արդեն հանուն այդ մարդու։ Այ փնթի հետևից հավաքի։ Ես ռեգբիի Հայաստանի չեմպիոն եմ։ Ես այցելում եմ հոկեբանի։ Ողջույն, 10.5 Talks-ը կրթական ոդկաստ է կամ կրթազրույցների շարք։ Ինչպես 10.5 ակումբը 3 տարի շարունակ մեկ ֆիզիկական հարթակում միավորել է 130-ից ավել մարդկանց գիտելիքն ու փորձը, այնպես էլ 10.5 Talks կրթական ոդկասթը թվային հարթակում միավորում է այդ նույն մարդկանց գիտելիքն ու փորձը։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար եւ վճարովի։ Անվճար տարբերակով աջակցելու համար ընդհանրապես պետք է բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմել զանգակի կոճակը եւ հավանել մեր տեսանյութերը։ Դա իսկապես ազդում է ալգորիթմի տարածման վրա։ Իսկ ովքեր կուզեն մեզ հետ այս ճանապարհն անցնել ֆինանսական աջակցությամբ, ապա կարող եք միանալ ամսական բաժանորդագրությամբ Re-Armenia հարթակի մեր նախագծին։ Ի դեպ, բոլոր այն մարդիկ, ովքեր կմիանան ամսական բաժանորդագրությամբ, կստանան ամսական հաճելի անակնկալներ մեր ոդկասթի որոշ էպիզոդներից։ Շնորհակալություն։ Ողջույն։ Այսօր 10.5 Talks-ի հյուրը բժիշկ ուրոլոգ Դավիթ Տոնոյանն է։ Դավիթ ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Ես ոնց իր նորմալ, հա, ճաշված մի քիչ ջղայնացած, բայց նորմալ։ Ես տեսա, որ դու տարբեր պացիենտների հետ խոսելով անգամ աշխատանքի։ Չէ, կոնկրետ մի պացիենտի հետ խոսելով ես այստեղ հունից դուրս եմ գալի։ Հա, չէ, մարդիկ կան, որ կարողանում են հունից դուրս հանեն, էլի։ Բայց դե ինչ արած այդա։ Դա էլ մեր աշխատանքն է։ Քեզ հունից դուրս չեն հանում, հեչ։ Հա, դինում է, ոչ հաճախ, բայց երբեմն դինում է։ Հա։ Խոսենք քո մասնագիտությունից։ Ահա։ Մարդու սեռական առողջություն ու ուրոլոգիա։ Նախ սկսենք ինչա ուրոլոգիան, էլի, այդ հարցի պատասխանը տամ, քո բոլոր հարցերի պատասխանը կգա։ Ուրոլոգիան մի մասնագիտություն է, որ զբաղվում է տղամարդու միզասեռական համակարգի խնդիրներով, միզային եւ սեռական համակարգի խնդիրներով, կնոջ միզային համակարգի խնդիրներով, մեծամասամբ վիրաբուժական խնդիրներով։ Այսինքն մենք ուրոլոգները այդ է մեր աշխատանքային պոզիցիան։ Ինչ կապված է միզասեռական համակարգ տղամարդկանց մոտ, իրանք փոխկապակցված են միզային համակարգի խնդիրները սեռական առողջության վրա են անդրադառնում, սեռական առողջության խնդիրները միզային համակարգի վրա են անդրադառնում, մենք օրգաններ ունենք, օրինակ սեռական օրգան տղամարդու առնանդամը, որ համ միզում է, համ սեքսով է զբաղվում, դա ունիկալ օրգան է, ճիշտ է, այնտեղ տարբեր կառուցվածքներ են այդ ամենն ապահովում, բայց ամեն դեպքում դրա համար ուրոլոգիան հենց այդ մասնագիտական տիրույթն է կրում։ Շատ լավ։ Ինչ խնդիրներով են հաճախ գալիս կանայք ու տղամարդիկ քեզ մոտ։ Սկսենք տղամարդկանցից։ Ինձ մոտ նայեք, կան հազարավոր հիվանդություններ ուրոլոգիական։ Սկսած հասարակ բորբոքային հիվանդություններից, թե կանայք, թե տղամարդիկ գալիս են ստորին միզողիների բորբոքումներով շատ, սեզոնից է, ցուրտ է։ Դա կանանց մոտ դրսևորվում է ցիստիտի տեսքով, տղամարդկանց շագանակագեղձի բորբոքում պրոստատիտի տեսքով։ Պրոստը 21-րդ դարում այդ ախտորոշումները արդեն չկան, որովհետև փոխակերպել են որպես ստորին միզողիների բորբոքային հիվանդություններ, որովհետև շատ դժվար է առանձնացնել երկու օրգան, որ իրար կապած են, օրինակ պրոստատը, միզապարկն ու միզուկը, թե կոնկրետ որ մասի բորբոքումն անցա որ մասի վրա։ Համար մենք վերցրել ենք ստորին միզուղիների բորբոքում ախտորոշումը։ Երկրորդը խնդիրները, որ շատ են հանդիպում, դա միզաքարային հիվանդությունն է։ Երիկամի քարեր, միզուկի քարեր, երիկամի քարեր, միզածորանի քարեր, միզապարկի քարեր եւ նմանատիպ հիվանդություններ, որոնք նամանավանդ մեր Հայաստանի կոշտ ջրի պայմաններում, մենք կոշտ ջրի երկրում ենք ապրում, մեր անմահական ջուրը, որ մեջը միկրոէլեմենտները շատ են, մեջը տարբեր տեսակի նյութերը շատ են, ջուրը իր կոշտության մակարդակներն ունի, դա դպրոցական կենսաբանությունից թե քիմիայից մենք անցնում ենք, ու Հայաստանում ջուրը բավականին կրիստալիզացված է, ու մեր ջուրը ինչքան անմահական ու լավն է, այդքան էլ առաջացնում է երիկամաքարային հիվանդություններ։
Մյուսը սեռական խնդիրներ են, դա տղամարդու անպատվություն, տղամարդու սեռական ֆունկցիայի խանգարում, էրեկտիլ դիսֆունկցիաները, անկոլոգիան ու ռուսկային հիվանդությունները, թե չարորակ, թե բարորակ երիկամների, միզապարկի, մնացած միզային համակարգի խնդիրների, թե կանանց, թե տղամարդկանց մոտ բավականին հաճախ են հանդիպում։ Զուտ, որ սեռական համակարգն ենք տղամարդկանց բուժում, ավտոմատ տոկոսայինով մի քիչ շատ են գալիս տղամարդինք մեզ մոտ ու դրա համար ստացվում մենք տղամարդու բժիշկ ենք, բայց օրինակ այսօր նայում եմ հավասարաչափ թե քիչ տղամարդ պացիենտներ ենք ընդունել, հա։ Իսկ հիմնականում հիմա փոխվել է պատկերը ի համեմատ մի քանի տարվա, մենք նաև 10 կեսակումբում իրար հետ զրուցել էինք սեռավարակների, սեռական տարբեր խնդիրներից ամաչելու պատճառով բժշկի մոտ չգալու, այ որքանով է այդ ամոթի զգացումը, այսպես ասած, շատացնում հիվանդության հավանական զարգացումը հենց մշակութային տեսանկյունից։ Ուրեմն այն ինչ որ անում են բժիշկ բլոգերները, ինձ թվում է պետք է մի հատ մեդալ տալ սաղին, հա, ինձ կարաք չտաք, որովհետև տարեց տարի փոխվում է պատկերը։ Եթե առաջ 10% հիվանդներն են գալի check-up-ի, հիմա 30-40% հիվանդներ ուղղակի գալիս են ստուգվելու, տղամարդիկ ջահել տղերքը գալիս են բժիշկ ջան, եկել ենք ուղղակի ստուգվենք, ոչ մի գանգատ չունեմ, ոչ մի խնդիր չունեմ, ունեցել եմ, չգիտեմ, սեռական կապ, որոշել եմ, որ պետք է գամ ստուգվեմ, բարձացել է հայտնաբերելիությունը ի հաշիվ այդ ստուգումների։ Դրա համար բոլոր այն ամենանկյունից, որ հիմա բժիշկները բլոգ են վարում եւ խոսում են, դա շատ կարեւոր իր լավ ազդեցությունը թողել է փառք Աստծո։ Առաջ որովհետև այդ թեմաներից ամաչում են խոսել եւ առաջիններից մեկը ես եմ եղել, որ այդ կարծրատիպը քանդել եմ, որ պետք է խոսալ ու այդ խոսալը իր դրական արդյունքներն է տալի։ Ոչ մեկ դրանից չվատացավ, բայց լիքը մարդ իր մոտ հայտնաբերեց խնդիրներ, բուժվեց, երեխաներ ունեցան եւ այլն եւ այլն։ Պատկերը դեպի լավն է գնում, ասում եմ, հայտնաբերելիությունը շատ ավելի շատ է, այսինքն շատ ավելի հիվանդություն է, բայց դա նրա հաշվին չի, որ մարդիկ ավելի շատ են սկսել հիվանդանալ, դա նրա հաշվին է, որ մարդիկ ավելի շատ են սկսել դիմել։ Մենք այդ խնդիրներ ունենք, չէ՞, չենք դիմում, մտածում ենք հիվանդ չենք։ Դե նոր էդ էի խոսում։ Հա, մարդը իրան լրիվ առողջ է զգում, օնկոմարկերների բարձր թիվ ունենք, պետք է հետազոտել շարունակել, որովհետև այդտեղ մենք կարող ունենանք քաղցկեղի բարձր ռիսկ, հա, ու մարդը չի թողում, ինքը մի քանի տարուց մեկը գալու է բժշկի, արդեն ավելի ուրիշ ստադիայում, արդեն որ շատ հեշտ կլինի ախտորոշել, բայց բուժելը շատ ավելի բարդ ու գուցե եւ անհնարին կլինի։ Իսկ հաճախորդների հետ որ Իմ մոտ հաճախորդներ չեն, պացիենտներ, այցելուների, պացիենտներ։ Ամբողջ աշխարհում նայ, կա մի հատ հիմար բառ, կներեք, կա մի հատ հիմար բառ, բուժառու, դա շատ տենց վատ բառ է, հա, որը չի կիրառվում ոչ առողջապահության նախարարության կողմից, ոչ բան, ոչ Օվիեդոյի կոնվենցիան, բոլորտեղ կիրառվում է պացիենտ բառը, դա լատիներեն բառ է, որը մատնանշում է մարդ, ով այցելեց բժշկի։ Ամենևին կարա մարդը առողջ լինի, բայց եթե ինքը այցելում է բժշկի, ինքը դառնում է պացիենտ այնքան ժամանակ, մինչև ինքը դուրս է գալիս բժշկի վերահսկողության տակից։ Այսինքն մենք պետք է օգտագործենք պացիենտ բառը։ Ես հիվանդ բառն էլ չեմ սիրում, որովհետև առողջ մարդը կարող է check-up-ի, բայց պացիենտը դա այն բնորոշող բառն է, դա գիտեք, մեր տերմինոլոգիան, մեր չգիտես խի մեր Հայաստանի Հանրապետությունը Հայաստանում թուլություն կա, բոլոր բառերը թարգմանում են։ Օրինակ, ճիշտ որ խոսանք, աշխարհի նույնիսկ այն ամենա ոչ եվրոպականացված լեզուներ ունեցող երկրներում, Արևելյան Ճապոնիա, Չինաստանը, ոչ մի տերմին չի թարգմանվում։ Բայց մեր Հայաստանում մենք սիրում ենք ամեն ինչը թարգմանենք։ Ու ես հիշում եմ իմ պաթանատոմիայի գիրքը ինստիտուտի, որը տենց հայոց լեզվի ամբիոնի հետ համատեղ էին գրել ու անհասկանալի էր դառնում դու ինչ ես կարդում, որովհետև օրինակ կա տրոխանտեր բառը, որը թարգմանվել էր տամբիոն։ Լյուբոյ բժշկի համար տրոխանտերը լրիվ պարզ է ինչա, բայց տամբիոն բառը կամ չգիտեմ, այդ հասարակ բառ կա դենատուրացիա, որ ճապոներեն էլ է դենատուրացիա, հա, լատիներեն բառը, լատիներենը մենք վերցրել ենք բժիշկներով պայմանել ենք սա աշխարհում, որ իրար որ հասկանանք, այդ լեզուն է։ Ես լատիներեն չգիտեմ բարև, ոնց է, ինչ կա, արև, այդպես բառեր չգիտեմ, բայց շատ դժվար բառեր գիտեմ, որովհետեւ դա լատիներենը չի, դա բժշկական տերմինաբանություն է, որը ձևավորվել է հին հունարենի ու լատիներենի հիման վրա։ Ու պացիենտ բառը հենց դրանցից մեկն է որ պետք է կիրառվի։ Մեր Հայաստանում, կստացի, փոխվել է դենատուրացիա բառը բնափոխում։ Հա, բնափոխում, հասկանում եմ, գեղեցիկ է, հնչում է, բայց բառեր կան, որ ուղղակի պետք չի ձեռտել, որովհետեւ դա տերմինաբանության հետ կապված խնդիր է։
Իրականում նաև շատ կարևոր բան ասեցիր բառերի տեսանկյունից, մենք հիվանդանոց ենք, չէ՞ ասում, բառ ընկալումը արդեն իսկ Կա hospitality բժշկական կենտրոն, հիմա այդ շատ լավ արտահայտություն կա եւ այլն։ Բժիշկները շատ լավ հասկանում են տերմինաբանությամբ։ Օրինակ դու գիտես, որ իդ վերջավորությամբ բոլոր հիվանդությունները իրենք խոսում են բորբոքման մասին։ Չէ։ Օրինակ կա, չէ՞, բրոնխիտ, բրոնխների բորբոքում, պնևմոնիտ, թոքերի բորբոքում, ցիստիտ, միզապարկի բորբոքում, խոլեցիստիտ, լեղապարկի բորբոքում ու բոլոր հիվանդությունները օրինակ որ դու կարդաս, արթրիտ, արդեն բառը հուշում է, որ մենք գործ ունենք բորբոքման հետ։ Թարգմանել այդ բառը հոդաբորբ, ականջաբորբ, կա արդեն բառը հնարել են, պետք չի։ Օրինակ շատ այդպես տերմիններ կա, օրինակ ուռուցքային հիվանդությունները ախտորոշելու համար մենք ունենք սարկոմա, կարցինոմա, օրինակ ադենոկարցինոմա։ Թարգմանությունները բժիշկների համար չեն։ Բժիշկներին դիմողների համար։ Դե գոնե բժիշկները չխնդրեն այդ տերմինները կիրառել, որովհետև չեմ պատկերացնում ադենոկարցինոմա ոնց պետքա թարգմանվի, որպեսզի երկու բժիշկ իրար հասկանա։ Դրա համար տերմինաբանությունը որ կա, ինքը բարդ տերմինաբանություն է, բայց ինքը ընդհանուր նախահայրից է գալի բժշկության, դա հին Հունաստանն է, դա հին եվրոպական երկրներն, այդ թվում մեր երկիրը, որտեղ բժշկագիտությունը զարգացել է։ Մենք էլ ենք, չէ՞, մինչև Մեսրոպ Մաշտոցը լատինատառեն գրել, չխորանա պատմության մեջ այդ բաների, բայց այդ տերմինաբանությունն է, որ թույլ է տվել մեզ աշխատելու այդ ուղղությամբ։ Մեր գործընկեր TCF Armenian մեկնարկել է իր թիմի համալրման հեղինակային Growth Formula ծրագիրը։ Այս անգամ արդեն AI բաղադրիչով։ 1.5 ամիս տևող այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են միանալ TCF Armenia-ի թիմին, աշխատել միջազգային շուկաների հետ, AI-ի հետ խոսել դույով եւ գտնվել պայծառ ու լուսավոր համագործակցող մարդկանց միջավայրում։ Մանրամասները կայքում կամ ընկերության Facebook-յան, LinkedIn-յան եւ Instagram-յան էջերում։ Շատ լավ։ Հիմա արդեն ծրտերն ընկել են, աշունը, ինչ տարածված բաներով են, խնդիրներով են մարդիկ գալիս, մի փոքր ասեցիր, որ բորբոքային խնդիրներ, բորբոքային խնդիրները, որտեղ տեղային իմունիտետը իջնում է, տեղային իմունիտետի իջնելու հաշվին մենք ունենում ենք վիրուսների, բակտերիաների ակտիվացում այդ օջախում, դա մեր իմունիտետը մեր բանակն է, պետք է մեզ պաշտպանի։ Երբ որ մեր պաշտպանության ոլորտը խարխլվում է, ցրտի կամ նմանատիպ այլ խնդիրների պատճառով բակտերիաներն ակտիվանում են։ Դրա համար բորբոքային հիվանդությունները ակտիվանում են։ Ցուրտը բուն պատճառը չի, ընդհանրապես մեխանիզմը ապահովում։ Ցրտին մեր անոթները սեղմվում են, արյան վատանում է, տեղային իմունիտետը իջնում է, բորբոքում է լինում։ Так что որ եթե դուք բակտերիաներ չունեք, ուզում եք ոտաբոբիկ վազեք, դուք չեք հիվանդանա, բայց դժվար է ստերիլ պայմաններ ապահովել, դա համար առավել հավանական որ դուք ունեք այդ բակտերիաները ոտերս առասնելուց հետո որևէ խնդիր կունենաք։ Դավիթ, առողջապահությունը Հայաստանում թանկ է թե չէ եւ առհասարակ մարդկանց հասանելի են այն գները, որոնք առաջարկում են բժիշկները կամ բժշկական հաստատությունները։ Սկսենք դրանից, որ բժիշկը գին չի առաջարկում։ Գին առաջարկում է բժշկական հաստատությունը։ Թանկ են թե չէ, շատ էժան են։ Հասանելի են թե չէ, մեծամասամբ հասանելի չեն։ Այսինքն մենք ունենք բավական էժան բժշկություն ի համեմատ այն ծախսերի, որ կատարվում է, բայց հասանելի չի բոլոր մարդկանց համար։ Տարական օրինակ բերեմ, MRT սարքավորումը, որ պետք է մարդը գնա այն հանրահայտ MRT-ն անցնի։ MRT սարքերի լավ MRT սարքի գինը $1 միլիոն, $2 միլիոն եւ այսպես։ Մի MRT հետազոտություն եթե full body Հայաստանում անա, full body $400 արժի։ Այսինքն դու պատկերացրու $1.5 միլիոն փակվել ու չհաշված ամորտիզացիոն ծախսեր, բուժքույրեր, հոսանք, աշխատողներ, բժիշկներ եւ այլն, $400 պացիենտից վերցնում, պետքա փակվի $1.5 միլիոն։ Հասկանում ես, որ ինքը այդ համեմատ, աշխարհում այդ գները $2-3,000 են այդ MRT-ները։ Այսինքն մենք ստեղ ունենք նմանատիպ խնդիր, որովհետև բժշկական սարք ծախող ընկերությունը հակառակը քեզ փոքր երկրներին, շուկա չունեցող երկրներին ինքը ավելի թանկ է վաճառում։ Նույն սարքը կարող է Ամերիկայում վաճառվի $800,000, մեզ վաճառվի $1,300,000։ Ինչի համար։ Քանակով պայմանավորված, որովհետև սարքը չի միայն գումար բերում X ընկերությանը, գումար բերում է նաև այդ սարքի սպասարկումը։ Իսկ ինչքան քիչ աշխատի այդ սարքը, այդքան քիչ է սպասարկվելու։
Փողն է բժշկության շարժիչ ուժը։ Փողը չէ, որ բժիշկը հիվանդը տալիս է, այլ գիտության զարգացումը ոնց է, մեծ կամպանիաները, դեղագործական սարքեր արտադրող կամպանիաները պատվիրում են գիտնականներին, օրինակ, հայտնաբերել այսինչ դեղը։ Մեծ գումարներ են ծախսում, միլիարդավոր դոլարներ, բառից բուն իմաստով, կլինիկական հետը միլիարդավոր, դե միլիոնավոր մասին չի խոսքը։ Օրինակ, Eli Lilly ընկերությունը տիրզեպատիտի, Մունջարոյի, Օզեմպիկի անալոգի, բան վրա միլիարդավոր դոլարներ գումարներ ծախսել, որ հայտնաբերի անվտանգ եւ այլն նիհարելու եւ շաքարային դիաբետը վերահսկելու միջոց։ Իդեպ ասեմ, աշխարհի փրկության դեղամիջոցներն են Օզեմպիկն ու Մունջարոն ու շատ շուտով Նոբելյան մրցանակ են գնում են բոլոր այն բժիշկները, ովքեր 20-25 տարի առաջ հայտնաբերել են այս դեղորայքը, որովհետեւ հա սա ինսուլինի հայտնաբերումից հետո երևի բժշկության մեջ հակաբիոտիկներն էին, ինսուլինն էր, որ հայտնաբերվեց որպես փրկություն եւ 21-րդ դարի հիվանդություններից հենց այս GLP-1-ի ագոնիստներն են, որ հայտնաբերվեցին։ Հիմա Eli Lilly-ն այդ դեղը արտադրեց աշխարհի ամենամեծ ֆիրմաներից մեկն է, Big Pharma-ի ստեղծեց, արտադրեց, ինքը հանեց վաճառքի է դեղորայքը։ Ինքը ունի ընդամենը 5 տարի։ 5 տարի հետո ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության ինքը զրկվում է պատենտից։ Ինչի՞։ Որ դեղը չհասանելի չլինի ընդամենը մի կազմակերպության։ Ինքը 5 տարի հետո զրկվում է պատենտից, եթե Mickey Mouse-ի պատենտը 99 տարով էր, ապա Լյուբոյ դեղինը 5-ից 7 տարի է պատենտը։ 5-ից 7 տարի, լավ մաքսիմում 10 տարի հետո պատենտից զրկվում է, այսինքն Հնդկաստանի բուրս, չգիտեմ, ինչ քաղաք ասեմ, հա, ինչ որ X քաղաքում մարդիկ փորձ են արտադրեն դեղ, իրենք լրիվ իրավունք ունեն պատենտը վերցնեն WHO-ից օգտագործեն։ Իսկ Eli Lilly-ին այդ միլիարդավոր դոլարների ծախսը պետք է հանի 5 տարում։ Եթե Eli Lilly-ին թքած ունենա ու չհանի այդ գումարները այդ 5 տարում, հաջորդ նոր դեղի նորարարություն չի ստեղծվելու։ Պատվեր չի լինելու գիտնականին։ Գիտնականները Նիկոլայ Կոպեռնիկոսի կամ Նյուտոնի պես մտածող փիլիսոփաներ չեն, չէ՞, մենք ունենք չէ՞ տենց հասկացություն գիտությունների աստիճանը, տալիս ենք PhD, ինչ է նշանակում փիլիսոփայական գիտությունների տեխնացու, դու կապ չունի մաթեմատիկ ես, թե չէ։ Այսինքն էլ մտածող մարդուն չեն տալի։ Ֆիրմա նույնը IT-ում չի։ Գնում են X կամպանիային, ասում են ստեղծի այս բանը։ X կամպանիան նստում ստեղծում է։ Հետո Apple-ն ասում է՝ «Տուր ինձ այդ ստեղծել ես, տուր հիմա ես էդի կօգտագործեմ»։ Հա, ուղղակի Apple այդ պատենտն իրանա պահում, իսկ դեղագործական իսկ սարք արտադրող ֆիրմաները այդ պատենտից զրկվում են շատ արագ։ Իսկ այդ ամեն ինչը լուրջ գումարն է։ Դրա համար ինչ որ պահի շատ թանկ է ստացվում։ Հետո դեղերի գները սկսում են լավ իջնել, ասում են ոնց էր դեղը առաջ արժեր 5000 դրամ, դրա հնդկականը 1000 դրամ է, որովհետև այդ դեղը դա մի քանի տարի պետք է արտադրել այդ կամպանիան։ Հետո որ տենակ հնդկականն ու գերմանականը ինչ պայմաններում արտադրվում, հաստատ դու գերմանականը կառնեք։ Երկրորդ բանը, ինչ որ ես ուզում եմ ասել, դա սարքավորումներն են, իրանք էժան չեն։ Rearrange-ում է շատ հետաքրքիր արտահայտություն մի անգամ հիշեցին Արեգի մոտ, ասեցին ինչի հա բժշկական սարքերը թանկ, որովհետև իրենք գերճշգրիտ են։ Բժշկական մի սարք ստանալը դա ձեռի աշխատանք է, դա հաստոցաշինական չէ, իսկ մի կատեն չեն դնում հաստոցի վրա հավաքում։ Հաթաթ այդ ամեն ինչ հավաքում են, հաթը գործիքներ են կիրառում, հատուկ նյութեր են կիրառում, միայն կատեի սենյակի, երբ որ դու սարք ես տեղադրում կատե, քո պատերը պետքա կապարապատ լինեն այդ ամբողջ շենքում։ Այսինքն ոչ միայն սարքը Հա, ինքնին արդեն կապարապատ թանկ արժե, պատը, այլ նաև հա, եթե պայմանները, 40 մետր կոպիտ ասած պատը 1000 դրամով են շահում, այստեղ 40000 դրամով են, որովհետև այդ ամեն ինչը պետքա պատվի։ Ու պատկերացնում ես, չէ՞, այդ ծախսերը։ Երրորդը, բժիշկները պետքա լավ ապրեն։ Նույնիսկ Ավիցեննն է ասել, նույնիսկ Հիպոկրատն է ասել, երբ որ ասում են Հիպոկրատի երթումը, Հիպոկրատի երթման մեջ փողից չէր խոսում, բայց Հիպոկրատի մյուս աշխատություններում շատ པարզ հնչում են նախադասությունը, որ բժիշկները պետքա լավ ապրեն։ Բժիշկը պետքա բարձր աշխատավարձ ստանա։ Ո՞վ է տալիս այդ աշխատավարձը, դա ուրիշ հարց է, դա պացիենտի վճարած գումարից է հիվանդը ստանում, թե ասենք պետությունն է տալի, թե ապահովագրականն է տալի, թե բարեգործական կամպանիաներն են տալի, ոնց որ սա աշխարհում։ Բայց Հիպոկրատն էլ էր ասում են միշտ պետքա քո աշխատանքը այնքան գնահատես, որ հիվանդը իր առողջությունը գնահատի, դու էլ քո աշխատանքը գնահատես, որովհետև այսօրվա դրությամբ եթե բժիշկը լավ չապրի, մի տարի աշխատեց ինտուզիազմով, երկրորդ տարի աշխատեց, երրորդ տարի, չորրորդ 200 զանգ ստացավ, ասես լավ, ես կգնամ միտեղ կասիեր կաշխատեմ, որովհետև այդ ներվերը, այդ պատասխանատվությունը, այդ գերլարվածությունը, իմ ընտանիքի անդամները գիտեն, թե ինչ է նշանակում վիրահատված հիվանդ ունենալ ու գնալ քեֆի, անընդհատ չխմել, ալկոհոլ չօգտագործել, բան չանել, սպասել տեսնել այդ հիվանդը ոնց է լինում, որ հանգիստ իմաց դու այդ պահին մեքենա նստելու ես, գիշերով գնաս հիվանդանոց, թե չի, իսկ այդ դեպքերը մի հատ չեն, երկու հատ չեն, տասնյակ են։ Ձեր ամբողջ կյանքը ըստ էության հենց այդ մարդկանց շուրջ է Հա, կառուցվում։ նայ, եթե որ մարդիկ կառուցում են իրանց կյանքը, սա կյանքն է, իր շուրջ մասնագիտություն, աշխատանք, դպրոց, ընկերներ եւ այլն։ Բժշկի մասնագիտությունը, սա մասնագիտությունն է, իր շուրջ կառուցվում ամեն ինչը։ Իմ ընտանիքի հանգստից սկսած, վերջացրած
չգիտեմ, այնտեղ իմ սպորտզալ գնալով կառուցվում է ոչ թե իմ սրտով, այլ կառուցվում է պացիենտներով, որոնց պետք է կազմակերպել, որովհետև երբ որ դու ունես վիրահատված պացիենտ, աշխարհը շուռ գա, դու պետք է առավոտ 7 անցկես իրեն վիրակապես։ Բայց հակառակ կողմն էլ չէ, ունենք այդ պացիենտի համար եւս պիտի պայմանները հասանելի լինեն։ Խոսքը Ես բժիշկների մասին չի։ հասկանում եմ։ Այս Դրա կողմի համար խնդիրները Հայաստանի կան։ Հանրապետության կառավարությունը գժական որոշում է կայացնում, հուսանք դա կաշխատի, դա առողջապահության ապահովագրության ներդրումն է։ Պարտադիր չէ։ Պարտադիր։ Մարդիկ սկեպտիկորեն են վերաբերվում, ես մեծ լիահույս եմ, որ կլինի, որովհետև 1-2 փոքր ծրագրեր կա Հայաստանում, որ շատ լավ աշխատում են, դա առաջինը Stand for Life-ն է, երբ որ մարդը սրտամկանի սուր ինֆարկտով գնում է հիվանդանոց, ստենտավորման գումար չի մուծում։ Իր այն կյանքի ամենակարևոր ստենտը մեկը տեղադրվում է, որ իր կյանքին վտանգ չսպառնա։ Երկրորդը ուռուցքային հիվանդություններ ունեցող պացիենտների վիրահատական բուժումն է անվճար։ Բոլորի համար։ Այսինքն նույնիսկ հա, եթե մարդու մոտ հաստատվում է քաղցկեղ, Հայաստանի Հանրապետություն վիրահատական բուժումը կատարվում է անվճար։ Նույնիսկ ասեմ ավելին, եթե դու կասկած չունես քաղցկեղի, օրինակ որևէ քեզ թվում է կիստա է հեռացնում կամ այլ գոյացություն ուղարկում ես հետազոտության, բարձում է քաղցկեղը, պացիենտի մուծած գումարը հետ տալու պացիենտին, պետությունը դա էլ է փոխհատուցում։ Այսինքն մենք ունենք նմանատիպ իրավիճակ, երբ որ աշխատել են ծրագրեր ու համապարփակ ապահովագրություն թույլ կտա յուրաքանչյուր մարդու չնչին գումարը, եկեք ճիշտը խոսանք։ Իհարկե։ Այնտեղ տարեկան 120-130 հազար դրամ վճարել, բայց դե մեր մոտ գիտեք ոնց է աշխատում, արդեն քննադատություններ գնում են, ես հուսամ լավ կաշխատի։ Հետո նաև ինքը մշակութային փոփոխություն էլ կբերի։ Չեքափերը կսկսեն շատանալ, Մի մարդիկ բան է, որ դու պարբերաբար վճարում ես մի քանի տարվա մեջ մի քանի անգամ պիտի տրամադրվես գնալ բժշկի, մի բան է, որ դու արդեն վճարել ես ու դա քեզ եւս պետքա քեզ գնալ։ մոտիվացնում է։ Հետո եկեք ճիշտը խոսանք, մենք մեր վեքենայի տեղզննումն իրականացնում ենք տարին մի անգամ տեղզնման գումար ենք տալիս, այս տալիս ենք, բայց ամենակարևոր բանը մեր կյանքն է, ուզում ես միլիարդներ ունեցի, քո կյանքից քո առողջությունից թանկ բան չկա։ Ոնց կաշխատի, հուսամ լավ կաշխատի։ Ես միշտ իմ կյանքում լավատես եմ, ամեն առումով, ամենամութ ու վատ վիճակում ես միշտ լավն եմ ուզում տեսնում, սա իրավիճակ է, երբ որ մենք հիվանդների հետ ուղղակի հեշտ կաշխատենք, չեք պատկերացնում ինչքան է հեշտացել մեր աշխատանքը, երբ որ քաղցկեղով հիվանդը նստում է քո դիմաց, դու հայտնում ես, որ շատ վատ բան է հայտնաբերվել քո մոտ, հիվանդը արդեն մտովի տունն է ծախում մեքենան, չգիտեմ, ամեն ինչ պարտքերի տակ է մտնում, դու իրեն ասում ես, չէ, ոչ մի բան պետք չէ, օրինակ 3 օրից կգաք վիրահատության, դուք հետդ կբերես սպորտային հագուստ, հողաթափեր, մի փոքր սնունդ, որպեսզի վիրահատությունը կատարենք, մարդիկ սենց շշմած նստում են, բայց դա էլ երևի իրազեկման պակաս։ Հայաստանի Հանրապետություն արդեն մի քանի տարի է գործում է դա, ու իմ հիվանդները կփաստեն, քանի անգամ են իրանք եկել, վիրահատվել եւ գնացել, էլի։ Մենք մշակութային խնդիր էլ ունենք, էլի, շատ հաճախ հիվանդություն է առաջանում է մշակույթում սկզբից, ազգային ընկալումների մեջ, հետո նոր ֆիզիկական դրսևորում է ստանում։ Այ ինչ նմանատիպ հիվանդությունների սկզբնաղբյուր կնշես, որ մեր մշակութային մոտեցման Եվրոպայում եղել ես, չէ՞։ Եվրոպայում չէ։ Լավ, Եվրոպայում երբ որ գնում ես ինչ-որ Իտալիայում կամ Ֆրանսիայում միջոցառման, սնունդ է դրած։ Սնունդը դրած առաջին, երկրորդ, երրորդ։ Այսինքն մենք ունենք ինչ սնունդ ունենք, ասենք առաջինը էս է, երկրորդը էս է, երրորդը էս, այնտեղ թեթև սալատիկից սկսում են, որևէ ապուրա, որևէ վերջին ճաշնա ձուկ, հավ կամ տավարի միս կամ չգիտեմ ինչ-որ բան։ Մեր հայկականը խորոված քյաբաբ, իրանք առանձին չեն, այսինքն լարի մտ իրար նայենք էլի, խորոված քյաբաբ, երկու չափից դուրս ծանր ուտելիք, երկուս մեկ աղացած միսա կրակի վրա, հա, ու դրա հետ մենք տեղ ունենում ենք մեր արի մետ մեր նոր տարվա աղցանները հիշենք, դու որ թիվ ես։ 96, 93 էլ ես եմ։ Արի հիմա հիշենք մեր նոր տարվա աղցանները։ Մայրաքաղաքային աղցան, արի մտ իրան վերցնենք, էլի ինքը ինչ կապ ունի աղցանի հետ։ Հա, չէ, ինչ կապ, ինքը կալորիինի տաք առանձին ուտեստ է։ Իմ ամենասիրած աղցանն է, բայց ես լեզուս չի պատտվում իրան աղցան ասեմ, ինքը ավելի կալորիինի է, քան խոզի խորովածը, որովհետև մի աման ստալեշնի սալաթը իր ինձ թվում է գարոխով էփվող ամենա կալորիինի ուտելիքն է։ Սա մեկ, այսինքն մեր սնունդը ճարպոտ, յուղոտ, սա բայց չի գալիս մեր պապենական ժամանակներից, սա գալիս է սովետական միությունից, երբ որ մարդիկ նոր տարվա սեղանին հասցնում էին դիֆիցիտի պայմաններում գտնել ամեն ինչը, ինչը որ կընկնում էր ձեռի տակ։ Երկրորդ բանը, որ մենք ունենք, մի շատ հետաքրքիր ստատիստիկա կա, աշխարհում ամենաշատ վաճառող բնական հյութերը գիտես, որ համերն են, խնձորն ու նարինջը, Հայաստանում գիտես որն է։ Մուլտին։
որ բոլորը իրար հետ է։ Ու դա մենակ հյութերին չէ, մենք սիրում ենք ամեն ինչի իրար հետ խմենք։ Եթե օրինակի համար հյութ է, ինքը պետք է իր մեջ ամեն տեսակ միրգ պարունակի։ Եթե մածուն է, ինքը պետք է միջը լիքը շաքար լինի, մեջը հաց։ Այսինքն սա էլ է գալիս։ Ես էլ եմ դրա զոհը, ինձ ես կարող նայեք ասեք ես չաղ ինչ աղում, ես խի ուրիշ հասարվից ուրիշ մոլորակ։ Ես նոր եմ հասկացել, որ այս ամեն ինչը ուրիշ մոլորակում չեմ մեծացել։ Չի ենք, այդ հակվածությունը Ինձ թվում է աղքատությունից աղքատությունից է սովետից հետո միանգամից բացվել է սովետը ինչ որ ժամանակ մարդիկ աղքատ են եղել, հետո իրենց արի ճիշտ խոսանք այնտեղ այդ մասշտաբով մարդիկ ունեցել են ամեն ինչ նամանդ Հայաստանում, եթե մենակ մյուս պոստսովետական երկրներում ոչ մեկ այդքան լավ չի ապրել ըստ պատմածների մարդկանց, էլի ես չգիտեմ ստատիստիկորեն։ Հետո մեր ծանր անցյալը, որ մենք ունեցել ենք, մենք հացի հանդեպ պաշտամունք ունենք, աշխարհում ոչ միտեղ չկա այդպես հացի հանդեպ պաշտամունք։ Խորովածի բան երկ ունենք։ Հա, խորովածի երկ ունենք, ոչ մի ազգ չունի, որ խորովածը պարացնելով են բերում։ Դա իրանք ուրիշ ուտելիքներ են պարան, խոսքի բոլոնիեզն շատ լավ բան է, ասենք դժվար իտալացի հետ մտի։ Հա, կամ բայց մենք ծանր կյանք ենք ունեցել, մենք լավաշի պաշտամունք ունենք, որովհետև չորացել լավաշ ցեղասպանության տարիներին ամիսներով մեր մարդիկ պահել են, որպեսզի կարողանան մի կտոր սնվեն այդ դաժան ճանապարհին։ Այսինքն մենք ունենք այդ խնդիրները, մենք ունենք մյուս խնդիրները, առարկել խնդրի առկայություն, այսինքն ծխելու մակարդակով Հայաստանը առաջատարներից մեկն է, տոկոսային առումով, թե կանանց թե տղամարդկանցի դեպ ասեմ։ Ու երբ որ մարդուն ասում ես չծխես, այսինքն ասում ոնց չծխեմ։ Սա գալիս է նրանից, որ իր շրջապատում մեկը չկա ասի, մոթ ցույց է, նո։ Չնայած իմ շրջապատում օրինակ կան մարդիկ, ովքեր ծխող մարդուն ասում են դու չես համաչում, ծխում ես։ Բարևներ նարեկներին, թերի ռենջի, թե արմքոմեդի, իրանք հենց ծխող մարդ են տալում, ամոթանք են տալիս, հա։ Ես էլ եմ սկսել ամոթանք տալ, հա, ես սկսել եմ, որովհետև բանալ դու գիտես, որ դա վտանգավոր է, դա ծախսատար է, այսինքն սիգարետի գումարը ծախսատար է, նույն այդ առողջության ապահովագրության չափ գումարը, սիգարետի գումարը ծախսատար է ու սիգարետը ինքը բավականին վտանգավոր է, այսինքն մեր կողքը, օքեյ, հələ որ ասում են երրորդը մեր այդ ազգային ապրելեսի մոտ խմի, մայրիկ կինոյում մի հատ շատ լավ դրվագ կա, չէ, որ փախլավային ուզում հյուրասիրողներին երեխային թխվածք ասում է, ինձ պետք չի, ինքը սպասում է հայավարի երկրորդ, երրորդ անգամ կասեն, նոր հյուրասիրությունը կընդունի Ազատը, բայց մի անգամ ասում է, չէ, ու վերջ ոչ մեկ չի ընդունում։ Իսկ մեր մոտ ախպեր խմի, չէ, դեղ եմ խմում, չէ, խմի, արա դու ոնց ես ամաչում, էս ա դեղը խմի։ Ու նմանատիպ շատ մշակութային մենք խնդիրներ ենք ունենում, որոնք բերում են մեր մոտ նահատիպ առողջական երևույթների, բայց մենք նաև մշակութային այլ խնդիրներ ունենք, որ խնդիրներ չավելի դրսևորումներ ունենք, որոնք լավ են օգնում։ Օրինակ Ռուսաստանում աշխատելու տարիներին շատ դժվար է լինում տեսնել օրինակ ծանր հիվանդ, որի հարազատները իրան չեն այցելում։ Իսկ չեք պատկերացնում ինչքան կարևոր է, երբ որ հիվանդի մոտ լինում է իր կինը, իր երեխաները, իր եղբայրը, քույրը եւ այլն։ Ու այդ առումով մենք ենք իրանց հաղթում, որովհետեւ մեկը հիվանդացավ, մի հատ գնանք տեսնենք բան, չեմ ասում որ գալի շուխուռ են անում, բայց ֆիզիոլոգիական տեսանկյունից հա, մարդը բա իրան պաշտպանված է զգում, մարդը իրան դու պատկերացրու կներես, էլի քո վրա օրինակ բեմ, պատկերացրու ինչ որ փոքր վիրահատություն կամ վիրահատություն ես տարել, պարկած ես։ Հա, եթե դու չես ուզում մարդկանց տենես, կարաս ասես, դե դժվար է կամ ասենք միզային կաթետրով եմ կամ բան, բայց մեծամասամբ մարդկանց դուր է գալի, երբ որ իրանցով հետաքրքրվում են, հոգ են տանում, դա մեր բազային ինստինկտների մեջ է մտնում այդ հոգատարության հանդեպ։ Ու այդ առումով մեր իսկ Ռուսաստանում մեկ-մեկ զանգում ենք, մենք ենք ասում, կարող է ձեր հորը այցելեք, ինքը մի քիչ ծանր է, հա, աշխատանքի հետ հասցնեմ այցելեմ, ու դու 3-4 օր հետո կես ժամով կարող է իրանց հորը այցելեն։ Իսկ մեր մոտ բան կա, նույնիսկ սմենով են փագում իրանց հարազատի մոտ։ Դու այսօր մնա, ցերեկը ես կմնամ, գիշերեկը դու կմնաս, դա հոգատարություն մակարդակ է։ Հետաքրքիր մի հատ էլի հետաքրքիր բան ասեմ, կոլոստոմաները, երբ որ աղիքի որոշակի հատված հեռացնում դնում են փորի մաշկի վրա, մարդիկ տոպրակի մեջ են դուրս գալիս փորից, մինչև կարգավորվի աղիքը կկարեն, ամբողջ աշխարհում ինքը դրվում է որովայնի առաջնային պատին։ Որովհետև հաշվի առած է մի հանգամանք, որ մարդը կարա լինի մենակ ու ոչ մեկ չի օգնելու իրան մշակի այդ վերքը։ Իսկ մեր մոտ մենք կարողանում ենք այդ թույլ տալ, որովհետև կա մեկը, ով որ կօգնի այդ մարդուն այդ վերքը մշակի։ Հա, սա շատ հետաքրքիր է։ Էլի մշակութային առանձնահատկություն դա մեզ չի վերաբերում, օրինակ իսլամական երկրներին է վերաբերվում։ Իրանց մոտ գրեթե շատ քիչ են հանդիպում ցիստիտները, հեմոռոյ եւ այլ տիպի հիվանդություններ, որովհետև իրանք օգտագործում են հիգիենիկ դուշ, լվանում են, ոչ թե զուգարան թուղթա։ Դա էլ տեսեք մշակութային առանձնահատկություններ կան տարբեր երկրներում, որ բնորոշ են տարբեր ազգերի։ Ինչ եմ ուզում ասեմ, ծխելը, վատ սնվելը եւ այլն պետք է հասարակության կողմից ընկալվի որպես վատ բան ու մարդիկ սկսեն առողջ սնվել։ Առողջ սնվելը ավելի էժան է,
ավելի որակով, ավելի շատ երկարացնում է ձեր կյանքը։ Հա, կարելի է առանց քաղցրել ապրել, առանց հացել ապրել ու կյանքի որակը հավատացեք ավելի է լավանում, մարդիկ ասում են քաղցր չուտես։ Մի կեր, հələ մի փորը ժամանակ մի կեր ու տես ինչքան է հաճելի ալում, ես մարդուն որ արդեն 10-12 կիլո գցել է եւ ես հասկանում որ դժվար է, բայց կան մասնագետներ, որոնք կօգնեն ձեզ այդ իրավիճակից ես չեմ այդ մասնագետը, էնդոկրինոլոգներ, դիետոլոգներ, նուտրիցիոլոգներ, չեմ սիրում այդ տերմինը, դիպլոմավորված բժիշկ դիետոլոգներ, որոնք կարան օգնեն մարդուն առողջ ապրելակերպի անցնի, կան հոգեբաններ, ովքեր կօգնեն ձեզ կախվածությունից ազատվել, կախվածությունների ազգային կենտրոն դուք կարաք պրոստը զանգեք, այցելեք, գնաք ծխելուց, խմելուց եւ մնացած բոլոր կախվածություններից ազատվել, մենք ունենք տենց ազգային կենտրոն, որտեղ անվճար բուժօգնություն է տրամադրվում տման մարդկանց։ Ուղղակի խնդիրը իմ կարծիքով է նա, որ առաջին փուլով պետքա գիտակցել։ Ահա։ Հոգեբանների մոտ, մասնագետների մոտ գնում են մարդիկ, ովքեր ուզում են այդ Հա։ խնդիրը լուծեն ու գիտակցել են, բայց ցավոք սրտի Ահա։ այդ խնդիրը չգիտակցողներն են կազմում այդ տոկոսը։ Հոգեբան, հա, միանշանակ, միանշանակ, Այս ճիշտ եք ասում։ տեսանկյունից Բայց բարդ օրինակ տես հոգեբանների մոտ այցերը դառել է լրիվ նորմալ, մարդիկ ազատ արտահայտվում են։ Ես երբ որ ժամանակին ասում եմ մի հոգեբանի քանի մոտ տարի եմ գնում, առաջ հա, ես համարվում էր առաջիններից էի էլի, որ ազատ ռիլ էի նկարում, որ ես այցելում եմ հոգեբանի, որովհետև իմ գործը դժվար է, խնդիրները շատ են ու ինձ պետք է մարդ, ով որ կարա կորեկցիա անի իմ կյանքը, որովհետև ինձ պետք էր կողքից մեկը, որ ինձ հուշեր։ Այդ չի կարա լինի հարազատը օբյեկտիվ չի, հարազատը շատ շատ սուբյեկտիվ է։ սուբյեկտիվ է։ Դրա համար կան այնտենց մասնագիտություն գոյություններ։ Իսկ բժիշկները ինչ խնդիրներով են հոգեբաններին դիմում ամենաշատը Ամենաշատը բըրնաութն է։ մասնագիտական Դու կարաս այրումը։ միլիարդներ աշխատես քո մասնագիտությամբ, լինես ֆանտաստիկ բժիշկ, բայց մի պահ գա որ դու բըրնաութի մեջ ես, բժիշկները շատ արագ են ընկնում բըրնաութի մեջ։ Իրանք ամենաշատն են տենում կյանքում անարդարությունը, երբ որ դու տենում ես, ասենք, ծխող, խմող, չգիտեմ, այնտեղ կյանքի ամենա 5-6-հատ սիրուհի ունեցող մեկին, ով 5 երեխա ունի ու դու տենում ես մեծ շատ լավ պուպուշ զույգ են, որ ասում ես սրս պահած երեխեքը վաղը միսօր ինչ լավ հասարակության մարդ են դառնալու, իրենք չեն կարող երեխա ունենան։ Դու տենում ես 3-4 տարեկան երեխայի մոտ քաղցկեղ, այդ ամեն ինչն է։ Դու տենում ես այդ ծանր խոսակցություններ ես ունենում։ Մարդը քո մոտ նայ, երբ որ մարդը գալիս է Վարշավիրի մոտ, ասում են սիրունացրու գնամ, հետո լավ տրամադրությամբ գնում է 10 կլիենտից 9-ը լավ տրամով, սիրուն մազերով, բանով գնում է։ Որ մարդը գալիս է բժշկի մոտ, բժշկին իր եղածը տալիս է, այսինքն ասում է, այս ջուրը իմն է, այս քեզ լուծի այս ջրի հարցը, մինչև ես տեսնեմ ինչ եմ անում։ Այսինքն ինքը ամբողջ պատասխանատվությունը իր նեգատիվի։ Իսկ ցավը նեգատիվ է, սիմպտոմները իրենք նեգատիվ են։ Թողում է բժշկի ուսերին ու գնում է։ Դրա համար բժիշկները տարիների ընթացքում էմպաթիան կորցնում են։ Այսինքն կարեկցանքի զգացողություն, իրանք կարեկցում են, բայց իրանք ձգտում են դրանից արդեն ենթագիտակցորեն ռուսերեն լավ բառ կա, էլի հայերեն չեմ կարող ասեմ, абстрагироваться։ Տարանջատվում են դրանից, որովհետև արդեն այդ դա խառնվում է ընդհանուր քո զգայական համակարգի հետ, որովհետև եթե ամեն օրինակ օնկոլոգիայում աշխատող, մանկականում աշխատող ամեն հիվանդի հետ այդ բժիշկը գնային աշխարհ գա, բժիշկին շատ կարճ է մնում։ Բռնաութը մեր համար մեկ խնդիրն է, երկրորդը տագնապները։ Տագնապային խանգարումները բժիշկների մոտ շատ են։ Ինչի հետ կապված։ Քո քթից արուն է գալի, մտածում ես, միտեղ խփել ես, մի ճնշում տա բարթած է։ Բժշկի քթից արուն գալի, շո, քթի քաղցկեղա ուղեղից միտեղ տողում է, այդ իմ ինգերները բոլորը գիտեն, երբ որ բժիշկ է հիվանդը, դուրը թխկացնում է հիվանդը գասան ստում է, կոմոդ ասում է, ես էլ եմ բժիշկ, ասում եմ, վայ քուարա, որտեվ ինքը իր փորացավը չի ընկալում, որ ինքը երեք ասենք կոլա է խմել, ինքը ընկալում է կողը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղա, որովհետև ինքը կարդացել է, գիտի, որ կարա նաև էս լինի։ Ու դրա համար այդ տագնապայնությունը բժիշկների մոտ կա, իսկ ավելի ծանր դեպքերում, որ այդ ծանր աշխատանքին գումարում են նաև լիքը ընտանեկան խնդիրներ, մարդը ոչ մի բան չի, լիքը այլ process-ներ, այդտեղ արդեն կարող ենք ունենք խորը դեպրեսիաներ, մարդիկ մասնագիտությունից դուրս են գալիս։ Չեք նկատել օրինակի համար շատ շոու բիզնեսի անդամներ, քաղաքական գործիչներ եւ այլն, IT ընկերություններում աշխատող այդ իրենք նախկին բժիշկներ են։ Ու ինչ որ կետից տենդենց կա մասնագիտություն փոխելու։ Արտուր Կոնան Դոյլը Ինչ-որ բայց ասավ, շո, ես չեմ ուզում բժիշկ լինեմ, ես Շարլոկ Հոլմսի մասին իմ գրքերը կգրեմ։ Ու տան շատ մարդիկ կան։ Որովհետեւ այդ մասնագիտական ինչ-որ բա կա, ինչ-որ բա ես էլ sense հոգնեմ, ասեմ, չէ, չգիտեմ, գնում եմ ինչ-որ ուրիշ բանով զբաղվում, բայց մասնագիտական կայֆն էլ է ուրիշ։ Երբ որ դու այդ բավարարվածությունը զգում ես, չէ, օրինակ ես իմ կյանքի ամենակայֆ օրերից մեկը Սուրբ Աննա եկեղեցի եմ մտնում Աբովյան փողոցի։ Ուղղակի մտնում աղոտ կանեմ, ման վառեմ դուրս գամ, մեկ էլ տեսնում եմ կանգնած են իմ պացիենտում վիրահատել է երեխա ունենալու համար,
կինը ու 40 օրականներ լրացա երեխու, ես չգիտեի որ երեխան ծնվել է, հա, Շոկավորեցի։ տենց եկան մի պահ քահանային թողեցին, եկան ինձ մոտ, ասում գիտեք չէ, ձեր աշխատանքի արդյունքն է կոպիտ ասած, ու էդ էլ է շատ կայֆ, երբ որ մարդուն ասում ես դու վերջ 100% բուժվել ես, էլ քաղցկեղ չունես, ինքը տենց ուրախ զվարթ գնում է այդ իրիկունը իր ընտանիքի հետ դա նշելու, էդ էլ գերագույն կայֆ է տալիս, դրա համար բժիշկները մի քիչ աստղայինները տանում են մեկ, մի քիչ rising star-ն իրանց գնում, մի քիչ հասկանում եք էլի այդ ամեն ինչը։ Այ մի քիչ կպատմես, ինչ ուրախալի ու ցավալի պատմություններ ես հանդիպում քո սենյակում, որ շատ հաճախ այդ դռներից ներս են մնում։ Մեկ ուրախալիները դա հիմնականում այդ դրական հղիության տեստերն են, քաղցկեղային վիրահատություններից հետո մաքուր կատեի պատասխաններն են, երբ որ չկան մետաստազներ եւ մարդուն կարող է այդ պահին դուք չեք պատկերացնում մարդը արդեն սպասումով այն աշխարհագնում, մեկ էլ հոп արդեն վերջ հաղթեցինք, այդ մի բանն է հաղթեցինք, դա ոնց որ անդադ Մարիո խաղաս ինչ որ։ Տխուր դեպքեր շատ են ելնում, իրանք էլ են բավականաչափ, երբ որ մարդուն ասում ես, որ դու քո սեփական երեխան կյանքում չես կարողանա ունենալ։ Մի անգամ մի հատ տղայի հայտնեցինք, որ օյետի շատ դժվար էր ինձ, ջահել տղա երեխային հայտնել, որ ինքը գենոտիպով կնոջ գենոտիպ է կրում։ Այսինքն ինքը արտակնապես տղամարդ է ամեն ինչով ու ինքը կնոջ գենոտիպով է։ Այն էլ հայ տղամարդն Այն էլ հայ տղային հայտնես այդ լուրը, որը պատրաստվում էր ամուսնանալ, ուներ սիրած աղջիկ, ուներ իր կյանքը։ Ինչ խնդիրներ է այսինքն։ Դա գենետիկի ծնե ինքը տենց է եղել, ինչ որ պայի խնդիրս գնացել է դեպի ուրիշ կողմ, կոչվում է Դելիա Շապելի համախտանիշ, բավական քիչ է հանդիպում Հայաստանում, վերջի 20 տարում 2-3 դեպք է եղել։ Ու ինչ է իրանից ներկայացնում արտակնապես լրիվ տղամարդ, իր մոտ որոշակի տեստոստերոն է արտադրվում եւ այլն, այսինքն ինքը ունի տղամարդու երկրորդային սեռական հաղթանիշներ, բայց ծերուն շարունակել չի կարող։ Ու դու գենետիկ ստուգում ես ու հասկանում ես, որ ինքը կին է, այսինքն տղամարդը ոնց է 46XY քրոմոսոմն են, ինքը Y քրոմոսոմ չունի, 46XX է։ Այդ օրը ես հիշում եմ, զանգեցի իմ հոկեբան ընկերներին, խնդրեցի մեր կլինիկայի հոկեբան եկավ նստեց կաբինետում իր մաման, բան, որ մենք մաքսիմալ ինչ որ մեղմ կարողանանք հայտնենք այդ լուրը, երբ որ դու 18 տարեկան տղային ասում ես, սենց խնդիր կա։ Ու դա բուժման ենթակա չի։ Չէ, դա արդեն իսկ գենետիկ կոդը տենց է եկել։ Երբ որ հայտնում ես նմանատիպ լուր, դու արդեն ավտոմատ այս տուրը հիշում եմ հիվանդել չէի գրանցել, որովհետև դա ծանր խոսակցություն, դա ավելի ծանր խոսակցություն է, հավատացեք, երբ որ մարդը դրա հետ պետք է ապրի, քան ուրիշ խնդիր, երբ որ մարդը պետք է ասես որ դու չես ապրելու, հա, բայց մեկ հիվանդություններ կա, դու ասում ես մարդուն դու ապրելու ես, բայց այս քո հետ ալնելու միշտ։ Բայց քո չպատկերացրած կյանքով։ Հա, բայց քո չպատկերացրած այդտեղ քո պլանները ամբողջովին շատ ծանր են, երբ որ օրինակ դժվար հղիության ես հասնում, վիժումներ են տեղի ունենում, շատ ծանր է։ Նավանդային ուրախ զվարթ 5-6 տարվա հղիություն, որ պլանավորում են չէ ստացվում, եք ստացվում է գենդեր փարթի են անում, բան, եկել ասենք 3-4 օր հետո վիժում է գնում։ Դրա համար ես միշտ ասում եմ մի արեք էլի այդ գենդեր փարթիները։ Մի արեք, ոչ թե գենդեր փարթին է վիժմանը բերում, այլ ձեր հոգեբանորեն դուք ավելի մեծ ալիքի, ավելի ցավ եք ստանում։ Սուս մնացեք ձեր հղիությունը վարեք, մի աչուտեղ դաժացեք, որ դուք հղի եք։ Թող անցնի 10 շաբաթ, ամենակրիտիկական առաջ 12 շաբաթն է հղիության, ամենաշատ վիժումները, գենետիկ խնդիրների հայտ գալը, դա սրոկում է լինում։ Սուս փուս այդ 3 ամիսը փորն է չի երևում, սուս փուս գնացեք գործ եկեք տուն, հետո կգա ժամանակը, ես ու քիլսը ոչ մեկ ինչ ենք ասել։ Գիտեմ հայրս, մայրս, իր հայրը, մայրը, մենք ու մեր բժիշկը։ Հա։ Նույնիսկ մեր շունը չգիտեմ, что-то փոքր վալիկա ծնվել տանը։ Սուս, счастье любит тишину, ես այդ արտահայտությունը շատ եմ սիրում, հա։ Իսկ զույգերի ենթադրում եմ նաև էլի գալիս են ձեզ մոտ զույգերը ու նկատել եք ինչ որ տարբերություններ ընկալման տեսանկյունից կանայք հաճախ ինչ խնդիրներ չեն ընկալում տղամարդկանց առողջության մեջ որ առաջանում են եւ հակառակը եւ որքանով է կարեւոր այս երկուսի համագործակցությունը այդ խնդրի լուծման մեջ։ Հավատացեք, ստեղ ես ուզում եմ ասում, տղամարդիկ ավելի հասկացող են ու իմ մոտ եկող, քան կանայք։ Տղամարդիկ շատ ավելի
ասենց գիտեք ոնց է անկեղծ ձեզ ասեմ տղա միշտ կինը գալիս է իմ մոտ տղամարդու ուղեկցությամբ մեծամասնությամբ այսինքն տղամարդը բժիշկ ինչ առաջ էլի հակառակն հակառակ բժիշկ ինչ պետք է անենք կինս է բժիշկ կամ դուսա կամ կինը դուսա գալի կապից հետո մտնում բժիշկ ջան ինչա կնոջս մոտ կարող է վտանգավոր բանա չուզեցիր ասեմ ինչ պետքա դու ասա ես սաղ կանեմ հա ասենց էլի ինքը կինն է իր բան տղամարդկանց մոտ ինչ հարցն է նույն հոգատարությունը կա երբ որ կինը գալիս է տղամարդու հետ նույն հոգատարություն նույն ջերմությամբ նույն սիրով լցված հոգատարությունը տանում է ուղղակի տղամարդուց մեկ-մեկ պահանջում են ավելի ուժեղ լինել թողեք մեկ-մեկ տղամարդիկ էլ իրանց ոչ թե թուլ գան այլ մի քիչ իրանց էմոցիաներն արտահայտեն ասեն որ վախում են տղամարդը թող ասի որ վախենում ես հիվանդությունից վախենում ես վիրահատությունից մի ասա տղամարդ ես ամոթ է թող մարդ իր վախը հաղթահարի ես որ ինձ տղամարդն ասում է ես վախենում եմ վիրահատությունից ես ասում եմ արի նստենք խոսանք եթե ինքը շարունակում է դրանից վախենալ ասում արի եթե շտապ ինչ որ կյանքին մահացու բան չի ասենք ինչ որ կարելի է 5 ամիս հետո ասում եմ գնա այդ մտքի հետ ապրի տեսնենք ինչ է մի հատ ուսումնասիրի հոգեբանի դիմի որ այդ վախը հաղթարես բայց ժամանակը դու զգում ես տղամարդը գալիս պարկում վիրահատական սեղան ճնշում 180-ել ասում վախում ես ուսումնասիրություն էլ կար չէ կարծեմ որ բժիշկը չէր վիրահատում որովհետև մարդը հոգեբանորեն պատրաստ չէր ու հենց այդ նույն ճնշման պատճառով արնահոսությունն է ինչ որ շատ հա բա 180 ճնշման տակ դեռ վիրահատի ասենք դա մենակ քիրուրգը կհասկանա թե բոլոր վիրաբույժները թե ինչ կարգի արնահոսություն դու կարաս ունես բան ինչքան դժվար է դա կանգնացնել լինելու ինչ որ 120 110 եւ այլն ու հիվանդին ասում ճնշումը 180 է եթե վախում ես ասա ինձ ես այդտեղ չենք ստիպելու հələ կտրվածքը չկա մենք ամեն պահի կարանք ստոպ տանք այդ ամեն ինչը հիվանդի հետ դա պետքա խոսացվի իսկ կինը կողքից մեկի տղամարդը չպետք է վախենա տղամարդը պետքա էս նա չէ թողեք թող վախենա թողեք իր էմոցիաներն արտահայտի թողեք ասի գիտես կին ես վախում եմ այդ վիրահատությունից ես վախենում եմ այս բուժումից ես վախում եմ այս հիվանդությունից ես պատրաստ չեմ պայքարեմ հələ ինձ հասցրեք այդ մարդուն դրան իսկ այդ խորհուրդները դա գիտեք ինչին են դեպրեսիայով լուրջ դեպրեսիվ հիվանդին ասում դու ես քո հոգեբանը հա դա օպուշ արտանոց բանը քաղցկեղով հիվանդին ասած դու ես քո օնկոլոգը ասած դու ես քո ուրոլոգը տղա ջան ասենք դա էլ է դա աբսուրդի ժանց է թողեք տղամարդը ես հետո որ տղամարդկանցով սեռական ցանկության խնդիր է առաջանում գալիս են կին ու տղամարդ կինը բժիշկ ջան ընդհանրապես ինձ չի ուզում տիկնոջը ասում եմ տիկնոջ դիմաց եմ հենց ուզում այդ խոսակցությունն ունի ասում եմ քանիսին է զարթնում տղամարդում ասում եմ 6-ին ասում եմ քանիսին է տուն գալի 9-ին ինչ ես աշխատում այս ինչ էս ինչ ասենք IT կամպանիայում էս ինչ գործն եմ անում հոգնում ես հա բժիշկ ջան մենակ քունս է տանում առավոտից իրիկուն այդ մարդը ոչ թե սեքս չի ուզում քեզ չի ուզում մարդը հոգնած է իր օրգանիզմը պատրաստ չի սեքս իր օրգանիզմը պատրաստ է աշխատի ուտի քնի դու չես կարի իրան ստիպես ինքը պետք է հրաժարվի այդ աշխատանքից ինքը պետք է իր քնի ռեժիմը ոլորտում շատ բան է չէ շատ տարածված է իդեպ ասեմ հետաքրքիր չէ մտածում ես ծանր աշխատանք անողների բավշե բան չի ֆիզիկական հա բան որ մարդը որ օրը 50 կիլոն 50 հարկ բարձրացնում իջացնում է առավոտն կգնա իրիկունը կգնա կնոջ մոտ գիշեր կգնա սիրուն մոտ առավոտն մի սիրուն մոտ առավոտը կգնա էլի իր բանը կան իսկ մտավոր աշխատանք տանող մարդը ինքը նախ բիզնեսմենները մտավոր աշխատող իրանք նախ մտածելու բան ունեն ինձ հիվանդ ասում եմ բժիշկ ջան սեռական ակտի կեսից թուլանում անալիզներ բան լրիվ նայում ես ամեն ինչ օքեյ ասում եմ ինչի մասին ես մտածում սեքսի ժամանակ սկսում ես խոսալ դու հասկանում մարդու կամպանիան կռախի վրա է չգիտեմ այնտեղ աշխատողներից կլուչով աշխատող գործից դուրս է եկել ու ինքը այդ գիշերով ոնց որ իր համար նույնիսկ սեքսը բան դառնում է ժամանակի ծախս ինքը պետք է ինչ որ օպցիոն խնդիրներ լուծի որովհետև իր աշխատանքը վտանգի տակ է բժիշկների մոտ է լինում նմանատիպ խնդիրներ հոգնածության այդ ծանր աշխատանքի հետևանքով եւ այլն այսինքն տղամարդու հետ վերաբերում կինը արդեն կողքից պետք է ասում որ տղամարդ հոգնած է ինքը ուզում է դաբիճիկի ֆունկցիան օրորի դժվար է քարի դարում տղամարդը լինելը 1000 անգամ ավելի հեշտ է տեսար բիզոնին խփիր բերիր կնիկ սարքի նստենք ուտենք իսկ հիմա հիպոթեկա պետք է փակի կոմունալները պետքա մուծի երեխեքին պետքա մանկապարտեզ տանի հետո պետքա մանկապարտեզից բերի պետքա տարին 2 անգամ գնալ հանգստանալու իսկ այդ տղամարդը մի հատ էլ ուզում է մենակ գնա հանգստանա որովհետև երեխեքի հետ գնալ հանգստանալը այդ որ առաջ ասում ես չի հասկանում բայց իմ երեխու հետ հանգստանալը աշխարհում կայֆ ու աշխարհում ոչ հանգստացնող բանն է Միկայնի բասենից էլին մինգի մի բաները էսի չի ուտում, էնի չի ուտում եւ այլն ասածս ինչ է տղամարդկանց մեկ-մեկ
Թողեք իրենք թուլանա, ռելաքս լինեն, հավատա։ Բոլոր տղամարդիկ, ովքեր սեքսուալ կյանք են ուզում, իրանք գտնում են այդ սեքսուալ կյանքը։ Ուղղակի երբ որ տղամարդը հոգնած է, օրգանիզմը իրան ազդակ է տալիս, ասում է, եղբայր, սեքսը ֆիզիկական նագրուսկա է, դու այսօր շատ ես հոգնում, պարկի քնի։ Այդ ամբողջ հարցը։ Իսկ հակառակը Հակառակն էլ է լինում, կինն էլ է հոգնում, կինն էլ կարա չուզի։ նկատի ունեմ խնդիրների առումով, որոշ մեկ միշտ տղամարդիկ ավելի կարեկցող են, չէր կան բաներ, որ իրենց կողմից ընկալելի չեն լինում, կնոջ օրգանիզմի Տղամարդը հիմնականում չի ուզում խառնվի։ Ինքը, հա, ինքը հիմնականում չի, ինքը չի ուզում խառնվի, հա։ Եթե իր կնոջը չեն նեղացնում, ճիշտ բուժում են անում եւ այլն, ինքը չի ուզում խառնվի, որովհետեւ ինքը նայած չի ուզում այդ պատասխանատվությունը իր վրա վերցնել։ Նույնը ես օրինակ ես բժիշկ լինելով, իմ կինը Աստվածչյանի վրա առողջական խնդիր ունենում, իմ ընկեր բժիշկները կամ իր բժիշկները ես ընդհանրապես չեմ խառնվում։ Հա, քեզ ինչա պետք, տանեմ հասցնեմ։ Ինչա պետք տանեմ վերեմ, հա, եւ մնացած բոլոր այդ հոգատարություն չահեկը վերեմ կտամ իրան բան, բայց չեմ ուզենա խառնվում, որովհետեւ տղամարդու համար կնոջ առողջությունը բան ինչ որ մի տեսակ փակ տարածք է դառնում։ Իսկ կինը իր այդ ինստինկտիվնի մամայական բանով ուզում է այդ տարածք մտնի տղամարդու մասին էլ հոգ տանի, մեկ-մեկ ուղղակի այդ հոգատարությունը կարող հակառակ էֆեկտ ունենա, երբ որ տղամարդը իրան լիարժեք չզգա։ Երբ որ իրան ասեն օրինակ, օ քո մոտ չի ստացվում բան, այդ պահերին պետք չի տղամարդուն ասել, վայ քո մոտ չի ստացվում, այս կողմից դու այդ տղամարդուն չես պատկերացնում, ինչ ապտակ ես, դա ոչինչ չի ստացվում, հա, ու վերջացավ, հա։ Կանք մի քիչ գենետիկ խնդիրներին։ Արի։ Այդ գեներով ինչ են փոխանցվում մարդկանց, ու այդ գենետիկ նաև գիտեմ, որ գենետիկ բան ունեք, չէ՞, կենտրոն ունեք, որտեղ հնարավոր է կենտրոնում եմ աշխատում, ես Հայաստանի Հանրապետության բան բժշկական գենետիկայի կենտրոնում, ազգային բժշկական գենետիկայի կենտրոնում, գենետիկան մեր ամեն ինչն է։ Լավ, ես ուզում եմ այդ տարական օրինակ բերեմ։ Գենետիկան մեր կոդն է։ Մենք կոդի պրոդուկտն ենք։ Մենք ռոբոտ ենք, մարդ ենք, ծրագիր ենք, application ենք, չգիտեմ, կայք ենք, բան, դրա տակ կոդ կա միշտ, չէ՞, back-end-ն է։ Գենետիկան մեր back-end-ն է։ Գենետիկան մեր back-end-ն է։ Ու այդ գենետիկան մենք այդ back-end-ով, մոր back-end-ը խառնում է հոր back-end-ի հետ ու ծնվում է նոր բալիկի back-end-ը։ Ինչ կժառանգենք մենք հորից, կախված է այն հիվանդությունները, որոնք ժառանգվում են հորից, կան հիվանդություններ, որոնք ժառանգվում են Y քրոմոսոմով, ու տղային տեղ փոխանցվում։ Կան հիվանդություններ, որ X քրոմոսոմային ժառանգում ունեն, կնոջն են փոխանցվում։ Կան մարմնական քրոմոսոմներ, օրինակ տղամարդն ու կինը առողջ են, բայց օրինակ իրանց 21-րդ 2-ի քրոմոսոմներում է խնդիր կա, ու իրանք իրար հետ չեն կարող սերունդ տան, կամ սերունդ են տալիս դեֆեկտով է լինում, չի ծնվում, եւ այլն։ Այսինքն գենետիկան դա առաջին հերթին մեր ժառանգականությունն է։ Երկրորդը առողջ գեները տվեցին, դա ունի համախտանիշ, օրինակ ոչ հորից է ժառանգվում, ոչ մորից։ Ինքը գենետիկ խնդիր է, որը սպոնտան առաջանում է այդ պտղի մոտ։ Ինչով պայմանավորված։ Հիմնական պայմանավորվածը տարիքն է, կնոջ։ Այսինքն ինչքան տարիքը բարձրանում է, այդքան դա ունի համախտանիշով երեխա ունենալու հավանականությունը մեծանում է։ Հա, դա հստակ ապացուցված գիտական բան է։ Եթե պատողը Էդվարդսի համախտանիշը ասենք ուղիղ է գնում, դա ունի համախտանիշը ասենք բարձրանում է։ Ինչքան մոտիկանում ենք 40 տարեկանին, այդքան ավելի հավանական է, որ մենք ունենանք դա ունի համախտանիշով երեխա։ Ռիսկը այդքան բարձրանում է։ Բայց երիտասարդ տարիքում էլ է հանդիպում, դա սպոնտան մուտացիա է, միամիտ, բեղմնավորման պահին տեղի է ունենում։ Ոչ մեկ կապ չունի, դա բնությունն է, ժողովուրդ մենք ինքան հետաքրքիր աշխարհում ենք ապրում, որ իրան փորձենք մեր գտած օրենքների մեջ տեղավորել, հնարավոր չի, անհնարին է։ Ես մեկ-մեկ քայլում եմ կենթաբանական այգով, շատ եմ սիրում, երեխոս վերցնում եմ, քայլում եմ, դու նայում ես ինչքան բազմազան է մեր աշխարհը։ Աբու Դաբիում եղել ես թե չէ։ Չէ, էդ էլ չես եղել։ Էդ էլ չեմ եղել։ Էդ կլնես, լավ, ոչ, մի օր գնա։ Աբու Դաբիում կա Sea World, այդ ջրային աշխարհը։ Դու որ մտնում ես նայում ես ջրային աշխարհի բազմազանությունը, դե մենք օվկիանոս ծով բան չունենք։ Հետո քայլում ես կենթանաբանական այգով նայում ես կենթանիներին, ամեն մեկի պաշտպանական մեխանիզմը, դեմքի արտահայտությունը, իր շարժու ձևը, ով ենք մենք մարդիկ, հա, այս հազարների դեմ, հա, ու դու հասկանում ես, որ ընդամենը մարդը 8 միլիարդ տեսակով, իր 8 միլիարդը հասարակ տարականները ինչ որ կարող խումբ լինի, որտեղ 20 միլիարդ լինի, հա մենք ընդհանրապես 8 միլիարդ օսեբ ենք, հա, տենց
օրինակ ենք, որ ապրում ենք երկրի վրա, ինչքան բազմազան է։ Ու մենք ուզում ենք բոլորին տեղավորենք մեր հայտնաբերած ֆիզիկայի, քիմիայի եւ այլ օրենքների մեջ։ Մենք ենք նվաճել աշխարհը եւ այդ կանոնները սկսել Հա, ենք մենք շատ թելադրել ուժեղ ենք։ երբեմն վնասելով։ Մեզնից ուժեղներն էլ էին նվաճել, կոչվում էին դինոզավրեր։ Հետո միամիտ այդ այս վերջս հետաքրքիր ոդկաստ էի լսում 3 ժամ տևում էր ինչու են վերացել դինոզավրերը։ Այնտեղ շատ հետաքրքիր միտք կար, որ դինոզավրերը այդ պահին մինչև այդ միտեորիտի գալը շատ կոմֆորտել ապրել են։ Իրանք նույնիսկ իրանց ցեղի վերացման միտքը չի եղել։ Ու դինոզավրերի ապրելությունը հենց կախված է եղել հենց այդ միտեորիտը եկել խփելա 10 կիլոմետրանոց մոտավորապես դրա հետևանքով տեղի է ունեցել դինոզավրերը մահացել են ու հիմնական մահացել են որտեղ արևի պակաս է եղել բարձրացել է մեծամ ովքեր են կարացել ապրել այն կենդանիները որոնք ունեն սեփական արյան շրջանառություն կախված չեն արտաքին միջավայրից կաթնասունները դրա համար կաթնասունները ջրի տակի կենդանիները եւ բոլոր նրան փոքրերը ովքեր կարացել են թաքնվեն ու արևից շատ կախված չեն այս դինոզավրերին ապրելու համար պետք է մեծ ծառեր մեծ կենդանիներ իրանք մահացել են սատկել են կամ չգիտեմ ասա ճիշտ ասել հա ու շատ հետաքրքիր է մեր այսինքն քանի սերունդ էլ հələ փոխվի կամ մի օր գան ինչ որ ուրիշ տեսակ կատնասունների կամ մենք ոնց մեզ ոնց են կոչում իմ սիրած գրքում շատ հետաքրքիր բան կա դե ամբողջ աշխարհում միակ էլեմենտը որ ամեն ինչի մեջ կա մարդուց սկսած վերջացած է շուշից բաժակով դա ածխածինն է հա ոնց կլինի углеродный вид жизни հա sense իմ սիրած գիրքը Դուգլաս Ադամսի ավտոստոպն по галактике գիրքն է աշխարհի ամենալավ ստեղծագործությունն է չես կարդացել այլի ինչ երնեք քեզ որ դու իրան պետք է կարդաս ինքը գիրքը երկու բառով ասում ոնց է սկսվում դու հասկանաս ասում կար չկար մի մոլորակ կանաչ կապուտ մոլորակ էր ասում այդե մարդիկ բոլորը տանջվում էին տանջվում էին այդ մարդիկ հետո մեկը եկավ ասաց եկեք ես ձեզ սովորացնեմ ոնց անեք չտանջվեք իրար սիրեք հետո վերցրեցին այդ մարդուն փեդի վրա խաչեցին ու շարունակեցին տանջվել արդեն հանուն այդ մարդու ոնց Դուգլաս Ադամսի սատիրանը հա ասում այդ մարդու խաչեցին որոշեցին այդ մարդու համար տանջվել հիմա էլ հա ու ասում շատ հետաքրքիր ստեղծագործություն է ինքը երկու հոգու մասին է ովքեր ավտոստոպով ամբողջ գալակտիկայով պատտվում են հա բանը կոչվում է պուտիվադ ու շատ լավ է գրած ինքը ստեղծագործությունը Դուգլաս Ադամսը այտենց ֆանտաստիկ գրող է ու այդ ստեղծագործությունն էլ է քեզ թույլ տալի հասկանաս թե ինչքան տարբեր կարա լինի էլի մեր երկրագունդը մեր մոլորակը կարող անցնեն տարիներ մեր մասին էլ գրեն ասեն երկրագնդի վրա ապրում էին ածխածնային ինչ որ կենտրոններ կյանքի տեսակով կառուս հեղինակներից փայտոչիլը որ մարդուն պահում են որպես օրինակ որովհետև իր վրա փայտոչիլ է հայտնվել ու ինքը որպես միջավայր է ծառայում փայտոչիլի չսատկելու համար շատ շկայր բաներ կա ու դրա համար մենք մեզ պետք է հասկանանք էլի ընկալենք որ մարդը արարածը ինչքան էլ ոդկասթներ նկարի տիեզերք թռնի եւ այլն շատ փուճուր ենք մենք ու մեր երկրագնդի մեր բնության տիեզերքի եւ ամեն ինչի հանդեպ Էդ է ասածը իսկ մենք կարող ենք գենը խմբագրել այդ backend ասվածը հիմա սկսել են խմբագրել կոչվում է CRISP մեթոդը CRISPR մեթոդը որը սկսել է խմբագրել գեները շատ հեռու ենք դեռ այն իրավիճակից բայց մի քանի սերունդ հետո մենք կունենանք օրինակ Down-ի համախտանշով երեխան կծնվի առաջին անգամ նայ երբ որ դու ասում ես Down-ի համախտանշ դա նշանակում է 21-րդ քրոմոսոմում խնդիր կա ավել քրոմոսոմ կա Down-ի համախտանիշով երեխայի մոտ կարծել են մի քանի բջջում մեր միլիարդավոր մի քանի բջիջներում փոխել այդ բանը կարիոթայփը էլ այդ ամբողջականությունը բայց մի քանի բջջում երբ որ հասնենք նա որ միլիարդավորին կարանք փոխենք մենք այդ մարդկանց կբուժենք CRISPR-ը հա օրորի զարգանում է այդ ամեն ինչով իսկ կան վտանգներ որ այդ գենետիկ գենի մեջ խառնվելուց նաև կունենանք վտանգներ ռիսկեր նոր հիվանդություններ նոր ձևեր այդ փորձարկումներում նայ բջջային հեռախոսը երբ որ ստեղծվեց ասին ինչ լավ բան է չէ բայց բջջային հեռախոսը դե կան մի շարք հիվանդություններ օրինակ բջջային վիզը այս վիճակով երբ որ երիտասարդն եմ անում չբարձրացակ ճկույթը ցույց կտաս են Սենց փոսություն չունես որով ես հեռախոսը բռնում աչով մի հատ ասես նայ փոսություն չունես իմ մոտ դաժե կա ստեղ հա էսա էդի քո հեռախոս բռնելու բանն է դա կոչվում է սմարթֆոնային մատ հա հենարանը սա տեխնոլոգիայի համար է եկել դու չէիր նկատել չէ որ դա մատ ունես դու էլ կարաս դու ես մեր օպերատորն է կարաս դու գիր այն մատը փոսությունը ձեռտուս մկանային համակարգը դեռ նստած այսինքն մենք չենք ունեցել այստեղ ոչ դա դու ծնված օրվանից չես ունեցել դա տեխնոլոգիան բերել տվել է քեզ
Հետաքրքիր էր, Հա, չգիտեի։ սենց հետաքրքիր բան կա, սա սմարթֆոնային վիզ, Ես մի քանի տարի առաջ, երբ առաջին անգամ RS6-ի եմ փաստին, որ մատս ցավում է համակարգչով աշխատելուց, երբեք մատի այս հատվածում ցավ չէի ունեցել, ու առաջին անգամ տարօրինակ բան էր։ Շատ հետաքրքիր նմանատիպ բաներ կան, քո մյուս իդեպ ձեռում չկա այդ խնդիրը։ Հա, որտեվ դու սմարթֆոնը աչով ես բռնում։ Վտանգավոր չի, հանգիստ է։ Սրան բախտերը չգիտես նայելով պատտվում եմ։ Հանգիստ է, դա վտանգավոր չի։ Հա, կարան լինեն խնդիրներ։ Ես չեմ ֆուտուրիստ չեմ, որ գուշակեմ ինչ խնդիրներ, բայց օգուտ ավելի շատ է լինելու։ Դա նայեք, պատվաստումներին ինչ ասես վերագրում են, ալերգիա եւ այլն։ Դրանից էլ էլի մի քիչ խոսենք, որովհետեւ էլի այդ պայքարը ամեն դեպքում գնում է պատվաստել։ Այդ պայքարը պետք է միակողմանի լինի։ Պատվաստեն բոլորին ու չպատվաստման դեմ խոսացող մարդկանց զրկեն խոսքի իրավունքից։ Ինչի՞։ Որովհետեւ աշխարհում առաջ կար կես միլիարդ մարդ, հիմա կա 8 միլիարդ մարդ։ Դրա մեծ մասը շնորհիվ պատվաստումների։ Առաջ աշխարհում կար 40-ից 30-ից 40% մանկական մահացություն, հիմա 1%-ի չի հասնում։ Դա պատվաստումների շնորհքն է։ Վերագրել ամեն ինչը պատվաստումների, դա ունի իր արմատապես իր սկիզբը։ Կար այտենց մի հատ շանտղա, ում անունը Andrew Wakefield, ով 97 թե 98 թվականին հոդված է հրապարակում, որ կարմիր ու կարմիրա MMR պատվաստանյութը առաջացնում է աուտիզմ։ Հոդվածը տպագրվում է, չգիտես ոնց կաշառքով եւ այլն։ 12 երեխա է ընդամենը այդ փորձարկմանը մասնակցել, որոնցից 3-ը արդեն ունեցել են, որ հոդվածը 12 երեխաների հետազոտության հիման վրա է գրվել։ Այո։ Ու այդ հոդվածը տարածվում է, մինչև հիմա մարդիկ են մահանում այդ հոդվածի շնորհիվ։ Մենակ սկանդինավյան երկրներից չեմ հիշում, որ մեկ իշխանությունն է, Նորվեգիան էր ոնց որ մոտավորապես 800,000 երեխայի համար այս նույն հետազոտությունն արել է, որը ցույց է տվել այդ կապը չկա։ Իսկ դիք նպատակը որն էր։ Andrew Wakefield-ը պատենտավորման էր տվել իր սեփական պատվաստանյութը։ Դե ընդհանրապես պետք էր MMR պատվաստանյութը հանել շարքից, իսկ ինքը հանեց, հետո որ ինքը հասկացավ, որ իրան զրկեցին լիցենզիայից եւ այլն, ինքը ոնց որ գրավեց այդ բանը, անտիվաքսերների շարժման բանը, ու գնաց առաջ պատվաստումները փրկում են կյանքեր։ Սկանդինավյան երկրներում, որտեղ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը կա, արգանդիվզիկի քաղցկեղ գրեթե չեն հանդիպում։ Ասեմ ավելին, մեր բժիշկներից Արտեմը Ստեփանյան Նայիրի բժշկական կենտրոնի բաժանմունքի ղեկավարը, օնկոգինեկոլոգ, Եվրոպայի բորդի անդամ, այդ ESCO-ի իրանց այդ օնկոգինեկոլոգիա եւ այլն, շատ հզոր դեմք ամբողջ աշխարհում սկանդինավյան երկրներից գալիս են իր մոտ վերապատրաստման։ Իրանց երկրում չկա այդ հիվանդը, որ տեսնեն։ Որտեվ իրանք ունեն պատվաստում պապիլոմավիրուսի դեմ։ Հետաքրքիրն է, որ ու ասեմ ավելին, Հայաստանում լավագույն պատվաստանյութերն են։ Այսինքն լավագույն ընկերությունների լավագույն ձևերն են պատվաստման։ Մենք մեր երկրում չունենք ռուսական, ղազախական, ուզբեկական եւ այլն։ Կա Pfizer, մեր մոտ Pfizer-ն է։ Կա կա Hexavalent, այսինքն մի վակցինա 6 հատ։ Ես բոլոր պատվաստանյութը ես իմ երեխեն բոլորով ենք ստանում, իմ շունը փրկության միջոցն է։ Ոչ մի գիտնական չի կարա հիմնավորել ստատիստիկորեն region դրեք, նայեք մանկական մահացությունը կարմրուկից հիմա որ չկա։ Բայց ընդհանրապես այդ հիվանդությունը չպետք է լիներ։ Կորոնավիրուսը սպանում էր մարդկանց մինչև այն պահը, որ սկսեցին համատարած պատվաստվել։ Այդ կորոնավիրուսը գնաց կորավ։ Ոչ, կար պատվաստանյութը, որը փրկեց։ Թե առաջ դա ինչ որ սարսափելի բաներ, հիմա շատ հաճախ գրիպային վիճակում գտնվող մարդիկ ասում են երևի կորոնայի ինչ որ մի ձև է ստանում, այլ այդ վախը առաջվա իրարից հեռավորություն պահել։ Դա իջացրեց վիրուսը։ Մենք ենք վիրուսներին ու բակտերիաներին ընկալում որպես փեդ։ Կենդանի օրգանիզմ են։ Իրանց կարելի է ճնշել, նեղացնել, վերացնել, փոքրացնել, մեծացնել։ Կենդանի օրգանիզմը, բակտերիան էլ, վիրուսն էլ ձգտելու են ապրեն երկրագնդի վրա քո փոխարեն, քո ռեսուրսից օգտվեն։ Դա Չարլզ Դարվինը ժամանակին ասել է, դա կոչվում է էվոլյուցիոն տեսություն չի իրան, տեսակների առաջացման տեսությունն է, ու ինքը ինչ էր ասում, հաղթում է ոչ թե ամենաուժեղը կամ ամենասիրունը, ամենապրիսպասոբլենին։ Հիմա մենք ունենք ինտելեկտ, որով կարող ենք պրիսպասոբիցա լինենք վիրուսների, բակտերիաների եւ այլ հիվանդությունների դեմ պայքարում։ Հետաքրքիր է։ Այո։ Կարդացեք Չարլզ Դարվինի ստեղծագործությունը։ Բոլորին խորհուրդ եմ տալիս։ Ավանդական բժշկությանը ոնց եք վերաբերում այդ։ Ավանդական բժշկությունը դա այն բժշկությունը, որը մենք ենք զբաղվում։ Հա։
Ուրեմն կա սխալ ընկալում, ալտերնատիվ բժշկություն երևի գոյություն ունի, չեմ կարող ասեմ, օրինակ հոմեոպաթիան հիմարությունը, հոմեոպաթիկ դեղերի արգելքը լիքը երկրներում արգելված է, չգիտես խի մեր երկրում թույլատրվում է դեռ մինչև հիմա, հուսամ մի օր կարգելվի։ Ավանդական բժշկության մեթոդները իմ աչքի առաջ լիքը մարդկանց կյանքեր են խլել, դա նոր գերմանական բժշկություն կա, տենց է կոչվում եւ այլն։ Դա հիմնականում զբաղվում են դրանով են մարդիկ ում ինտելեկտը չի երիկում զբաղվել բժշկությամբ։ Դրա մեջ չի մտնում ասեղնաբուժությունը, որը որոշ պարագան ֆիզիոթերապիայի մեթոդ է, այսինքն ասեղնաբուժությունը չենք շփոթում բանի հետ, ասեղնաբուժությունը դա լուրջ բժշկություն է ու շատ լուրջ նյարդաբաններ մարդկանց ուղարկում են ասեղնաբուժների մոտ, այսինքն դա հանում ենք։ Դա բոլոր են նարեկաբուժություններն են, դա բոլոր են մնացած բոլոր բուժման մեթոդներն են, ու տենց։ Շատ լավ, իսկ նարեկաբուժությունից էլ խոսեցինք։ Նարեկաբուժությունից ես ու Թովմասը ոդկաստ ունենք, որտեղ խոսում ենք, որտեղ ես ու Թովմասն էլ նույն մտքին ենք գալիս, որ նարեկ պետքա կարդալ սրտով, հոգով, հավատալ նարեկին, ոչ թե քանակով եւ ոչ թե նարեկը դնել բարձի տակ, հուսով որ գլխացավը կանցնի։ Իսկ այ մարդու մտավոր, հոգևոր զարգացվածությունը ոնց է ազդում առողջության վրա, հա, ինչքան միտքդ մաքուր ու կոփված է, այնքան ֆիզիկապես նաև առողջ ես։ Արի նայենք բուդդիստ մոնախներին, ովքեր անդադ մեդիտացիաներ են անում, իրենց ուղեղը պայծառ բարձր են պահում, ապրում են շատ երկար, ապրում են առողջ եւ այլն։ Ինչ կա մեր գլխում, մենք մի հասնական օրգանիզմ ենք ու այո, պետքա գլուխը միշտ պայծառ ու մաքուր պահել։ Գիրք կարդալ Նայ ես սկսել եմ խոսալ են պապիների նման, կարդա իմ խելոքմանը, կարդագրի տարին բոլոր, բայց գիրք կարդալ, քո մտավոր ունակությունը լավացնելու լավագույն մեթոդը գլուխդ պայծառ պահելու մտածելու ունակություն տալու, չեմ ասում դառի, որ ասում եմ, ցնդած գիտնական է կոմենտում կան, բայց կարդալա պետք։ Մարդիկ չեն կարդում։ Մարդկանց դոֆամին, նայ, առաջ ոնց էր դու կարդում էիր Կոմս Մոնտե Քրիստոն, 2 հատոր կարդում էիր, որ հասնանայր Էդմոն Դանտեսի հետ ինչա լինելու ու քո մի հատ կտոր դոֆամինը ստանայր։ Հիմա մտնում ես TikTok, թերթիր դոֆամին, բայց որակ կա դոֆամինի։ Դու 0.6 ես քշում, իսկ կարդալը դա Mercedes-ն է, երբ որ քո ուղեղը պատկերացնում է եւ պատկերավոր, այսօր էլի հետաքրքիր ընկերներից մեկի հետ զրույց ենք ունենում հենց այսօր, ասում եմ, գիտես խեն մարդիկ ասում գիրքը կինոից լավն է։ Օրինակ գիտես խեն ասում։ Ես կարող իմ տեսակետը ասեմ, որովհետև դու ես ամբողջ կառուցում, ռեժիսորը դու ես, սցենարիստը դու ես, դերասանը դու ես, գույները դու ես ընտրում, ամեն ինչ։ Ես չէի սիրում Ակադեմիան Այզեք Ազիմովի գրված գիրքի հիմա վրա նկարած սերիալը, գիտես ինչի համար առաջանցի, որտեղ ես գիրքը կարդալ իրան միշտ պատկերացնում եմ Կարիշնևի գլխարկով, իսկ ինքը երբ որ դու տենում ես լրիվ ուրիշ ձևի մարդու, քո գլխի մեջ Հենրի Սելդենը, այդ ստեղծագործության գլխավորը, լրիվ ուրիշ կերպար է, ինքը ունի Կարիշնևի կոստյում, ինքը դնում է Կարիշնևի գլխարկ, ինչ-որ 50-60-ականների վայբի մեջ, ու կայսրին պատկերացնում է ես լրիվ ասենք մունդիրով, ինչ-որ կայսրական Ռուսաստանի կամ Բրիտանիայի նմանատիպ բան, դու տենում ես որ պլաշով բանով հագած, քո պատկերացումները այդտեղ շեղվում են։ Խի մարդիկ Բենեդիկտ Կամբերբեչին մինչև վերջ չէին կարող ընկալեն որպես Շերլոկ Հոլմս, որտեղ դու ուրիշ ձև ես պատկերացնում։ Քո Շերլոկը ուրիշ է։ Քո Շերլոկն ուրիշ է, ոչ խի Ռոբերտ Դաունի այդ ջունիորին չենք պատկերացնում որպես Շերլոկ Հոլմս, որտեղ Հոլմսի օրինակը ինչի են բերում, որտեղ շատ մարդիկ երևի կարդացած կլինեն։ Տարածված կերպ։ Հա, էլի ինքը տարածված կերպ, դու ինձ չես կարող անում իրան ընկալես, այնց ոնց որ պետք է ընկալես մյուս բոլոր հերոսներին։ Իմ մոտ այնց Մարկեսի 100 տարվա մենությունները, որ էկրանավորվեց, Աուրելիանո Բուենդիային որ տեսա, ու Սոլային ընդհանրապես իրար նման չէ, չէ՞։ Ացարձակ։ Նույնն է մարդկանց մոտ ովքեր հիմա օրինակ որ Հարի Պոտերը 50 հատ էլ նկարեն, մեր մոտ ասոցացվել է ինքը մենակ Դենիել Ռեդկլիֆի, Էմմա Ուոթսոնի ու այն կյաճ տղով հետ որ անես չեմ հիշում։ Կամ Մատանն է տիրակալը ես կարդացել եմ գրքից հետ, կինոն նայելուց հետ։ Ու հակառակն է, չէ՞ լինում այդ դեպքում էլ պերսոնաժը։ Չէ, այդ դեպքում Արագորնը, հա ինքը միշտ ինչ ուզում ես արա Հուգո դերասան ազգան մոռացա, ոչ ինքն է։ Չի կարող ուրիշ մարդ լինի իմ համար Արագորն, հա։ Ну, հենց այդ հարցը իսկ կարդալը քեզ թույլ է տալի ինչքան ստեղծագործություններ կան, որ կինո չունեն, օրինակ ճոճվող ժամերը, քո գրած, ունեմ մի քանի էջ կարդացի, հետո չգիտեմ ինչով չկարդացի, բայց բրծնեմ խոսք եմ տալի։ Ուզում ես երկու օրը կարդայի վերջացնեի, կարդիկս հայտնեի։ Ինչքան հետաքրքիր ստեղծագործություններ կան, որ անհնար է նկարել։ Հա, անհնար է։ Դյունան անհնար էր նկարել, բայց Դենի Վիլյովն արեց։ Հավանել ես։
Ես էլ առաջին գիրքը կարդացել։ Ես Hobbit Իսկ ունես ֆիլմեր, որ գրքի հետ համեմատած ֆիլմը ավելի լավն է։ ֆիլմը ավելի լավն է կամ գոնե հավանել ես։ Ասեմ, Փախուր Շոուշենկից։ Հա։ 50 անգամ կինոն ավելի լավն է, քան գիրքը։ Այլ։ Հա։ Էլ գնալու Սթիվեն Քինգ։ Փայլատակումը։ Հա, ֆիլմը ավելի լավն է, քան գիրքը։ Ֆիլմը ավելի լավն է, քան գիրքը։ Կոդ դա Վինչին։ Ֆիլմը ավելի լավն է, քան գիրքը։ На западном фронте без перемен էդի գիրքն ավելի լավ, քան կինոն, չէ, հետո այդ շարքերից, հա։ Եվ այդ 3 հատը տենց արագ հիշեցի։ Իսկ երեք ես կստати post էի արել Art-Talk-ում top 5 գրքերը խորհուրդ կտայի կարդալ, դու շատ տենց կայֆ։ Այսը reel կկտրեք կտակ, հա։ Top 5 գրքերը խորհուրդ կտայի կարդալ, որ համ ժամանց անցկացնես, համ մտածես։ Հետո հենց առաջինը Douglas Adams-ի Ավտոստոպն պա գալակտիկ է։ Չկա տենց գիրք։ Գրքում մի հատ դրվագ կա, որտեղ մարդիկ հասկանում են, թե որն է կյանքի իմաստը։ Ես հետո քեզ եթերից հետո կասեմ, էլի կյանքի իմաստն ինչու՞ մա շատ խնդալու է, թե հիմա ասեմ, չգիտեմ։ Պրոստը կարդացեք Douglas Adams-ի Ավտոստոպն պա գալակտիկ է։ Երկրորդը։ Երկրորդ գիրքը Ray Bradbury-ի The Sound of Thunder։ Ժամանակի մեջ Պիրիմիշենյայի եւ այլնի մասին Ray Bradbury-ն ֆանտաստիկ գրող է, բայց The Sound of Thunder-ը իր ամենալավ գրողն է։ Դե Աստծուց հետո երկրորդ մարդովը Isaac Asimov-ը։ Իրա Я робот-ը, iRobot։ Will Smith-ը ֆիլմը ունի, հա ինքը գիրք է սկզբից։ Ու ռոբոտը տեխնիկայի 3 օրենքները եւ այլն Isaac Asimov-ն է հնարել։ Իդեպ իր մասին առանցին կարելի է պատ ֆիլմ ունենալ, թե ինչքան հետաքրքիր մարդ է Asimov-ը։ Asimov-ը։ Նա iRobot-ը ինքը տենց Ted Chiang-ի քո կյանքի օրերը։ Շատ հոյակապելի ստեղծագործություն։ Դու մեկ էլ ծուղակ 22-ը էլի կարդաս, խնդաս եւ այլն։ Այո, շատ հետաքրքիր է այդ հակապատերազմական գրքերն են շատ լավ։ Ես այնքան կուզեի, օրինակ մեր դպրոցներում դասավանդվեր արևմտյան ռազմաճակատում առանց փոփոխությունների գիրքը։ Դու կարդացել ես։ Շատ շուտ եմ կարդացել։ Իրա գիրքը ոնց է սկսում։ Զինվորները ընկեր են կորցնում, ընկերը մահանում է, այսինքն վրանում, իրանք շատ են սիրում իրանց ընկերոջը, իրանք շատ կապված են այդ ընկերոջ հետ, բայց իրար մեջ կցմբռնում են ու մեն հասնելու իր սապոկները, որովհետև պատերազմը ինչ որ սահման է ճղում մահվան ու կյանքի, որ այդքան է ահավոր բան չի, որ մարդը մահանում է։ Ու գրքի ամենասկզբում շատ հետաքրքիր դրվագ կա, երբ որ մարդիկ ճաշ են ուտում, իրանց 2 պորցիա է հասնում ու կամանդիրն ասում է՝ «Խիա 2 պորցիա հասնում», որովհետև ջոկատի կեսն է հետ եկել։ Ու մնացածի ուտելիք իրանց հասնում։ Տենց Էրիխ Մարիա Ռեմարկը ցույց է տալ, թե ինչ ահավոր բան է պատերազմը, ինչ անտանելի բան է պատերազմը։ Չգիտեմ, դրա համար այդ գրողներ կան, որ իրենք ֆանտաստիկ են։ Այդ ուղղակի ուտելիքի ճաշարանում զինվորների ուտելիք ուտելով ինքը ցույց է տալիս ամբողջ պատերազմի վատ կողմ լինելը։ Ու ես կուզեմ իրանք դպրոցներում եւ մարդկանց մեջ դասավանդվեն, ցույց տան, որովհետեւ մենք սովորենք հաղթական պատերազմների մասին գրքերը, բայց մեկ-մեկ պետք է այդ ամեն ինչի հակառակ կողմն է ցույց տալ։ Այդ կբարձ կար պատերազմը կնոջ դեմք չունի, Նոբելյան մրցանակ ստացավ Սվետլանա Ալեքսեևիչ, ինքը երկրորդ համաշխարհայինի մասնակցած կանանցից էր հարցազրույց վերցրել ու պատերազմի զզվելի կողմը 16-17 տարեկան աղջիկների տեսանկյունից շատ հետաքրքիր էր, թե ոնց է բուժքույրը 2 կիսամեռ մարդու քաշ տալով տանում բուժկետ ու տեսնում է մեկը գերմանացի է, մեկը ռուս։ Ու այդ կետից իրանք դառնում են ուղղակի հիվանդ ու պետք է օգնություն ցուցաբերել։ Դե շատ հետաքրքիր նմանատիպ դիպուկահարը չի կարողանում կրակի, որովհետև մտածում է, որ ինքը կարա ծնունդ տա ու այս աշխարհում կյանք բերողն է ու չի կարա խլի կյանք։ Շատ հետաքրքիր։ Դե հենց այդ հարցերը, որ դիլեմա է, պատերազմները դա մեծ մարդկանց, մեծ ասելով, մեծ էգո ունեցող մարդկանց խնդիրները մի հատ հետաքրքիր բան էլ ասեմ, առաջին համաշխարհային պատերազմը, երբ որ ավարտվում է, սիմվոլիզմի համար պայմանագրերը պատերազմը դադարվում է ժամը 11:11, բայց պատերազմի դադարեցման մասին որոշումը կայացվում է դրանից 4 ժամ առաջ, բայց որ սիմվոլիզմը ապահովի դադարեցվում է մի քանի ժամ հետո, ու այդ մի քանի ժամվա մեջ 3000 մարդ է մահանում, ընդհանրապես սիմվոլիզմի համար, շատ տխուր է, հա, առաջին աշխարհամարտ, ընդհանրապես սիմվոլիզմի համար մահանում է 3000 մարդ, որ մի քանի այդ թիվը հնչի, հա, այդ է պատերազմները, մարդիկ դրա համար աշխարհը պետք է կառավարվեն հումանիստները,
ու կանեք։ Դժվար է երկուքին իրար դեմ պատերազմ սկսեն։ Ստեղ համաձայն եմ։ Մայրը չի կարա ուրիշ մոր դեմ պատերազմ սկսի։ Հա, իրականում կա Ես ճշմարտություն։ միշտ ասել եմ, որ օրինակ քաղաքական գործիչ որ պաշտոն է ստանում, օրինակ պետքա լինի վարչապետ, արժանախագահ, падգամավոր, ԺԵԿ-ի պետ, բոլորը պետքա երեխա ունենան։ Չի կարա մարդը երեխա չունենա, դառնա այդ պաշտոններից մեկը զբաղացնի։ Երբ որ մարդը երեխա ունի, ինքը ավտոմատ իր երեխայի ու մնացած երեխաների հանդեպ պատասխանատվության գերդոզավորում է անում։ Առհասարակ անձնական կյանքի փորձառությունը մասնագիտության վրա մեծ ազդեցություն Երբ որ հոսանքի ինչ-որ պատասխանատուն մի անգամ տենա թե ինչա լինում իր երեխան դասանելուց, երբ որ տունը լույս չկա կամ ջեռոցում չի կարող միացնի, ինքը իրան մեջտեղից կճղի, որ իր պատասխանատվության տակ ընկած բոլոր շենքերում հոսանքը ապահովի։ Ոչ թե վերջին շրջանի Ոչ թե վերջի շրջանի նման, հա։ Դրա համար իմ կարծիքով պաշտոն պետքա զբաղացնեն լավ ընտանեկան մարդիկ։ Դրա համար ԱՄՆ-ում էլ կար չէ, տենց բան, որ եթե դու երեխա չունես, ամուսնացած չես, բան, հույս չունես, որ դու կարաս ընտրվես։ Անում կա, եկեղեցում կարծեմ կա, քահանաները պիտի պարտադիր ընտանիք ու սերունդ ունենան քահանա ձեռնադրվելու համար։ Այդ չգիտեի։ Տեր հայրերը, հայր սուրբերը չէ։ Շատ հետաքրքիր մոտեցում, որովհետև օրինակ իմ երեխու ծնվելուց Առաջին մոդելը ընտանիքում ես, որտեվ քո բոլոր փորձարկումները այնտեղ է լինում, հետո նոր մեծ մասշտաբների վրա։ Ես միջև իմ երեխու ծնվելը լրիվ ուրիշ մարդ է, իր ծնվելուց հետո ուրիշ մարդ եմ։ Ինչա փոխվել։ Ավելի լավ մարդ եմ 100%։ 100%։ Նու հիմա որ մարդիկ գալիս են ուզում են երեխա ունենան, ես հիմա եւ 5 անգամ ավելի մեծ ջանք եմ ծախսում հասկանալու իրենց խնդիրը բուժելու, որովհետեւ այդ կայֆը պետքա բոլորս կան, ինքը աշխարհակայֆ Այսինքն քո տարիների մասնագիտական փորձը մի կողմ, բայց քո հայր դառնալը միանշանակ ավելի մեծ ազդեցություն է ունեցել այդ ընկալման վրա։ Իմ հայր դառնալը փողոցի կեղտոտությունը նայելու վրա։ Առաջ իմ համար մեկ էր։ Իմ բոթասները որ փողոցը կեղտոտա թե չէ, հիմա մեկ չի, որտեւ իմ երեխան Պապա մետես ծաղիկը նայ, մետես ծառն է, մետ ձեռը ամեն ինչին գցում է։ Ու դու տենում ես մեկ միտեղ այգու ման ես գալիս, սիգարետի այդ ծխած, ասեմ, բիչոկներն են գցած։ Այդ առաջ չէր ջղայնացնում։ Հիմա այդ ինձ հունից անում ես, կարող զանգեմ պատասխանատու ինչ-որ այդ թաղապետարան, ասեմ, ժողովուրդ դուք տեսել եք, ստեղ ինչա կատարվում։ Սկսել եմ ավելի ուրիշ ձև աշխարհին նայել։ Ասում եմ, սկսել ես հասկանալ, որ կյանքի իմաստը պուճուր էակն է ու իր նմանները որ կլինեն։ Ու դու սկսում ես լրիվ ուրիշ ձև աշխարհին նայել, քո կնոջը նայել, քո հորն ու մորը նայել։ Դու հասկանում ես իրանք ինչերի մեջով են անցել, որ քեզ մեծացնեն։ Հա, ու էդ է կյանքի իմաստը, բաստան տենց երկ ունի, չէ՞, Սանսարան ասում, հա, ասում է բոլոր մեր շարունակությունը մեր երեխեքն են, էլի, ինքը ինչ է ներկայացնում։ Ասում է ես շարունակվելու եմ իմ երեխեքի խոսքում, մտքում եւ մնացածը։ Հա, իմ երեխու ծնվելուց հետո ես ավելի սրտացավ, ավելի լավ մարդ եմ դառել, դա 100%։ Իմս աղջիկ է, ես աղջիկներին եմ սկսել ուրիշ ձև վերաբերվել։ Ինձ օրինակ խանութներում վերջերս ջղայնացնում երեխեքի խաղալիքի բաժիններում, կի աղջիկների խաղալիքի բաժինում, յա քսվելիքա, յա լվացքի մեքենա, բան, ո գիտեք ես տնային տնտեսու եմ ապագա մեծացնում։ Խի իմ երեխան չի կարա դատավորի, ոստիկանի, բժշկի եւ մնացած բոլոր բաներով մեծանա։ Դա ինչ ջղայնացնում։ Երբ ես տեսնում եմ օրինակ կանանց իրավունքներն ինչ որտեղ ոտնահարվում են, դա արդեն իմ համար դառնում է անձնական հարց։ Վաղ իմ երեխան գնալու է գործի ընդունվի աղջիկ երեխա ու մեկը իրան իր աղջիկ լինելու համար չընդունի գործի կամ այլ եւ այլ կամ հիմա լսում ես բռնություն կնոջ նկատմամբ եւ բան դու արդեն ավտոմատ սկսում ես երկար մտածել ասում ես ոնց անես որ քո երեխան այդ համակարգում չլինի կամ ինքը կարան այնքան լավ վատը լավից տարբեր որ չհայտնվի օրինակ աբյուզիվ հարաբերություններում վաղը մեսօր բաներ կա որ հա դու երեխուն ազատ ես թողում բայց բաներ կա որ դու սկսում ես նկատել առաջ դու դի չէր նկատում առաջ ասում են ընտանեկան բռնություն հա ընտանեկան բռնություն է վատ բան է ընտանեկան բռնություն դու արդեն պրոյեկտում ես քո վրա իմ ընտանիքում բռնություն չի եղել ես պետք է ինձ անեմ իմ երեխու ընտանիքում իմ երեխու դասարանցիների ընտանիքում մանկապարտեզի մնացած շրջանակը մեծանում է որովհետև դու սկսում ես հասկանալ հեռուստացույցով ցույց տրվող բաները որ պետքա չնայի քո երեխային ոնց ես դու դա ամեն ինչը թողում ես օրինակ հիմա միացնում եմ երեկոյան արդեն երեխաս գիտի որ քնելուց Բոբ Դիլան է լսելու 2 բայց շների հաց կտրում այնքան է խոսում ասում պապա Բոբ Դիլանը միացրու Բոբ Դիլանի մի հատ երգ կա
The Girl from a North Country իր այդ վերջի ֆիլմը Bob Dylan-ի մասին Թիմոթի Շալամեն է երգում ինքը հենց Շալամեի վերսիան է սիրում հա այս զումերները հաճած չգիտեմ ինքը որ սերունդն է արդեն XG ես իմ alpha չգիտեմ որ generation-ն է հա ասում եմ բաբա Bob Dylan-ը միացրու ասում եմ okay ու այդ արդեն кайֆ է ինձ սովորացնում եմ կա Bob Dylan որ ազատ մարդկանց երգեր եմ ես դրանց ասում, հա իմ համար երաժշտությունը դες կարևոր դեր ունի, կամ ֆիլմեր ենք նայում, ես ուզում եմ ինքը այդ նույն արժե համակարգի մեջ մեծանա, որ ազատ մարդ լինի, որ մենակ շորի վրա գրած չլինի, էլի, հա, որ ինքը իր իրավունքները կարողանա պաշտպանի, որ ինքը իր ամեն ինչը կարողանա պաշտպանի, բայց նաև շատ հաճելի կլինի, որ հասարակություն լինի, որ իմ աղջիկը զուտ սեռից ելնելով իրավունքների պաշտպանության հարց չունենա, թե չէ գլուխները կջարդեն, Ուսենք ոչ մեկի գլուխը ջարդելու առիթ չլինի, իրոք մեր միջավայրում այդ փոփոխությունները գնալով լավանում են։ Առաջ դա իմ համար ակնհայտ չէր, հիմա ասում եմ, երբ որ իմ երեխեն կա, դա դառնում է բացահայտ, ակնհայտ, ասում եմ, խաղալիքներ խանութում, մի օր ինձ հունից հանցքի իմ երեխեն աղջիկը գնացքով չի կարա խաղա կամ միայն վարդագույն խաղալիքներ։ Կամ միայն վարդագույն խաղալիքներ, որ ես իրաց գույնը կանաչն է։ Շատ լավ, դա պիտի փորձենք ամփոփել։ Ես սկզբում մոռացա մեր առաջին հարցը տալ, ինչ ես անում առավոտյան 10:30-ին ու սովորաբար որտեղ ես լինում։ Աշխատում եմ գործի տեղը առավոտ 10:30-ին։ Իսկ երեկոյան 10:30-ին քնում եմ։ Քնում ես։ Ես ժավրնակ եմ շատ շուտ եմ զարթնում։ Նույնիսկ իմ բարեկամները գիտեն որ առիթ է լինում, հեսա ժամը 10:30-11 եղավ, դա ոտի վրա քնելու է, պետք է գնամ տուն քնեմ։ Հայ մոտ ունենց ռեժիմը դասավորվում, որ ես ոչ թե այն առողջ ապրելակերպի բան, ես պրոստը այդ ժամին անջատվում եմ եւ պիտի քնեմ։ Ես չեմ կարող որ անցել այն ժամանակներ կարեմ մինչեւ առավոտ 5-ը հարփեի, հետո գնայի տուն ու հետո գնայի։ Ինչ որ տարիքի հետ գալիս է, չէ՞։ Ինչ է։ Քննելու ռեժիմ կարգավորել, առողջությանը հետևել։ Այն վերջերս ընկերոջս ասում եմ, դες Real Madrid ֆուտբոլային ակումբի, տենց ոչ թե կարկարյուն, այլ տենց արյունա կարկարյուն ավտանց ինչ որ երկիր պագու եմ։ Ու վերջի անգամ ես վերջերս Real-ն ու Liverpool-ը գիշերը 12-ին էին խաղում, մինչև գիշերը 3-ը ես ֆուտբոլը նայել եմ, հետո 3 օր եմ որ ասում շողուլի չէի գալիս։ Ասում եմ առաջ կարայինք մինչև առավոտ նստեինք, հետո գնայինք գործի, հետո թարմել եմ 2 գիշերը չքնենք հիմա։ Էսերի դեպի մեծ երրորդ օրն է, ես երկար ժամանակ ուրբաթ երեկո չի արել ու մի օր էլի 10:30-ից 11-ից ուշ եմ քնել, կառքս դդում էր դարձել։ Արդեն դրի վիճակն եմ, քիզ մի քանի օր պետք է որ դու գաս, մեծանում ենք։ Այո։ Իսկ եթե աշխատասեղանդ խոսեր, ինչ կպատմեր քո մասին։ Այ փնթի հետևից հավաքի։ Այդ աշխատասեղանը, նա այդ որ աշխատա, վիրահատական սեղանը, թե բուն փայտից աշխատասեղանը։ Ասել վիրահատական սեղանը։ Վիրահատական սեղանը, չէ, վիրահատական սեղանին փնթություն չի լինում, որտեղ ունենք շատ լավ բուժքույրեր, ովքեր չեն թողում որ մենք տենց անենք, հա։ Վիրահատական սեղանը կասեր շուտ արա վերջացրու, ես հիվանդը ծանր է։ Լավն է։ Ասա 3 փաստ քո մասին, 2-ը ճիշտ, 1-ը սուտ։ Ու թող մարդիկ գուշակեն, տեսնեն քեզ որքանով են ճանաչում։ 2-ը ճիշտ, 1-ը սուտ։ Փորձեն գուշակել որն է սուտը։ Առաջինը ես շատ եմ սիրում ծովամթերք, երկրորդը ես առաջի գումարս վաստակել եմ երգ վաճառելով, իմ գրած երգը վաճառել եմ։ Ու երրորդ փաստը որ կուզեմ ասեմ, ես ռեգբի Հայաստանի չեմպիոն եմ։ Ընտիր։ Դուք փորձեք գուշակել, իսկ ճիշտ պատասխանը կստանան մեզ ամսական բաժանորդագրությամբ միացած պատրոնները հայկական Ռեարմենիա հարթակում աջակցելուց։ Մերսի Դավիթ ջան, կարծում եմ շատ հետաքրքիր բազմաժանր խոսակցություններ։ Ես էլ եմ սիրում sense խոսակցությունները։